Մի խոշոր գործարար համոզված է, որ հաջողությունը չափվում է բացառապես հարստությամբ։ Նրա այս պատկերացումները սասանվում են, երբ հասարակ ընտանիքից մի երիտասարդ աղջիկ անսպասելի խորը գիտելիքներ է դրսևորում։ Աղջկա բացահայտածը ստիպում է նրան վերանայել իր սեփական համոզմունքները, փոխել կյանքի մասին ունեցած պատկերացումները։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Առավոտյան արը ոսկեգույն լույսով ներխուժում էր Երանի հյուսիսային պողոտայի ամենաբարձր շենքի տանիքի առանձնատունը, կարծես օրհնելով միայն ընտրյալներին։ 43-րդ հարկից քաղաքը տարածվում էր Վարդան Սարգսյանի ոտքերի տակ, որպես բետոնե ապակե մի գորգ։ Նա մի մարդ էր, ով սուրբ հավատով համոզված էր, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Եվ գուցե համենայն դեպս աստղաբաշխական թվերի ճակատագրեր փոխող որոշումների այդ կորպորատիվ տիեզերքում նա իրավացի էր։ Վարդանը 51 տարեկան էր, ուներ կատարելապես սանրված մոխրագույն մազեր, իտալական կոստյումներ, որոնք արժեին ավելին, քան սովորական մեքենան, մի հայացք, որն ստիպում էր ցանկացած գործարարի դողալ։ Նա զրոյից ստեղծել էր տեխնոլոգիական մի կայսրություն, կամ գոնե սիրում էր այդպես պատմել։ Սարգսյան-տեքը տիրում էր հայկական կորպորատիվ ծրագրային ապահովման շուկային, արագորեն ընդլայնվում էր դեպի հարան երկրներ։ Թվերը տպավորիչ էին, տնտեսական լրահոսի վերնագրերը միշտ նշում էին նրա անունը, իսկ տարվա գործարար մրցանակները կուտակվում էին նրա իտալական մարմարից պատրաստված դարակների վրա։ Բայց կար մի բան, որի մասին ամսագրերի հոդվածները չէին պատմում։ Վարդան Սարգսյանը պարզապես հաջողակ մարդ չէր։ Նա դատարկ մարդ էր, ներսից փուչ, ով մարդկայնության ցանկացած նշույլ փոխանակել էր իննանիշ բանկային հաշվի հետ։ Նրա համար աշխարհը բաժանվում էր երկու պարզ խմբի՝ հաղթողների, պարտվողների։ Եվ ինքը, բնականաբար, բուրգի գագաթին էր, բոլորին վերից նայելով։ Մարտյան այդ հինգշաբթի օրը Վարդանն արթնացավ ինչպես միշտ, առավոտյան ժամը 5:30-ին։ Նրա առանձնատունը, Սարգսյան-տեք շենքի վերջին հարկում մինիմալիստական դիզայնի զուսպ շքեղության գլուխգործոց էր։ Իտալիայից ներկրված մարմարե հատակներ, ամբասի սպիտակ պատեր, զարդարված ժամանակակից արվեստի գործերով, որոնք կարողություն արժեին, եվրոպացի դիզայներների կահույք, որոնց անունները ոչ ոք չէր կարողանում արտասանել։ Երանի համայնապատկերը շունչ կտրող էր, հատկապես լուսաբացին, երբ քաղաքը դեռ քնած էր, նա կարող էր իրեն բառացիորեն բոլորից վեր զգալ։ Մանրակրկիտ պլանավորված առավոտյան առօրյայից հետո, որը ներառում էր 1 ժամ իր անձնական մարզասրահում, անձնական խոհարարի պատրաստած նախաճաշը, հիմնական տնտեսական թերթերի ընթերցումը, Վարդանն իջավ 42-րդ հարկում գտնվող իր գրասենյակը։ Առանձնացված վերելակը նրան հասցրեց ուղիղ տեղ, առանց կանգառների, առանց սովորական աշխատակիցների հետ շփման։ Նա հենց այդպես էր սիրում, մեկուսացված, անձեռնմխելի, վերադաս։ Նախագահական սենյակը նրա անհատականության շարունակությունն էր։ Հսկայական, ահարկում նախատեսված ցանկացած այցելուի փոքր զգալ տալու համար։ Հնդկական ընկուզենու փայտից պատրաստված սեղանը ճաշասեղանի չափ էր, միշտ անթերի դասավորված։ Դրա հետում տնտեսագիտության կառավարման մասին գրքերով լի դարակներն էին, որոնք նա երբեք չէր կարդացել, բայց որոնք մտավորականի տպավորություն էին թողնում։ Պատերին շրջանակված դիպլոմներ, մրցանակների հավաստագրեր, լուսանկարներ, որտեղ նա սեղմում էր քաղաքական գործիչների հայտնիների ձեռքը։ Վարդանը նստեց իր կաշվե բազկաթոռին, միացրեց համակարգիչը։ Օրվա օրակարգը լի էր կարևոր հանդիպումներով։ Առաջինը՝ տեսակապ միջազգային ներդրողների հետ։ Հետո՝ հանդիպում տնօրենների հետ, աշխատակազմի կրճատումները քննարկելու համար։ Այո, կրճատումներ։ Ի վերջո, վերջին երամսյակի շահույթը պարզապես գերազանց էր եղել, ոչ թե արտակարգ։ Իսկ Վարդանի համար գերազանցը բավարար չէր։ Մինչ նա վերանայում էր աղյուսակներն ու գրաֆիկները, նրա քարտուղարուհին, Մարիամը, զգուշորեն մտավ սենյակ։ Նա 40 անց մի կին էր, արդյունավետ, աննկատ, հենց այնպիսին, ինչպիսին Վարդանն էր ուզում տեսնել իր աշխատակիցներին։ Բարի լույս, պարոն Սարգսյան։ Պարզապես հիշեցնեմ, որ այսօր հինգշաբթի է։ Գրասենյակի հիմնովին մաքրման օրն է։ Վարդանը հազիվ հայացքը կտրեց էկրանից։ Եվ ես ինչու պետք է դա իմանամ։ Բանն այն է, որ մաքրողների թիմը պետք է մտնի ձեր սենյակ։ Սովորաբար այդ ժամին դուք արտաքին հանդիպումների եք լինում, բայց այսօր թող անեն իրենց գործը, ինձ չանհանգստացնեն։ Ես ամբողջ օրն այստեղ եմ լինելու։
Երբ ճաշի գնամ, 30 րոպե ժամանակ կունենան։ Ոչ մի րոպե ավել։ Մարիամը գլխով արեց արագ դուրս եկավ։ Վարդանը նորից կենտրոնացավ էկրանի թվերի վրա, բացարձակապես անտարբեր լինելով որևէ բանի նկատմամբ, որը չէր վերաբերում շահույթին ձեռքբերումներին։ Ավելի ուշ, ժամը 11-ի մոտակայքում, երբ Վարդանը մատակարարների հետ ձանձրալի տեսակոնֆերանսի մեջ էր, դուռը զգուշորեն թակեցին։ Նա անտեսեց։ Թակոցը կրկնվեց, ավելի համառորեն։ Ջղայնացած հառաչելով, Վարդանն անջատեց բարձրախոսը։ Մտեք, գոռաց նա, չթաքցնելով զայրույթը։ Դուռը բացվեց, մի կին ներս մտավ, հրելով մաքրության պարագաների սայլակը։ Դա Կարինեն էր, մաքրողների թիմի վերահսկողը։ Վարդանը նրան աղոտ էր հիշում, որպես մի դեմք շենքում աշխատող բազմաթիվ մարդկանց մեջ, որոնցով նա չէր հետաքրքրվում։ Կարինեն մոտ 38 տարեկան էր, հոգնած դեմքով, որի վրա դրոշմված էր ծանր աշխատանքը, բայց նրա բարի աչքերում դեռ հույս կար, չնայած կյանքի դժվարություններին։ Ներողություն անհանգստացնելու համար, պարոն Սարգսյան։ Պարզապես այսօր հիմնովին մաքրման օրն է, ես գիտեմ ինչ օր է։ Մարիամն արդեն զգուշացրել է։ Բայց ես հանդիպման մեջ եմ, ինչպես տեսնում եք։ Այո, պարոն, հասկանում եմ։ Պարզապես եթե այսօր չանենք, ամբողջ գրաֆիկը կխախտվի։ Վարդանը նրան ընդհատեց ձեռքի անհամբեր շարժումով։ Ինձ չի հետաքրքրում ձեր գրաֆիկը։ Հետո եկեք։ Կարինեն տատանվեց, մատներով նյարդային սեղմելով ավելի կոթը։ Դուք ճաշի դուրս գալու եք։ Այո։ Ժամը 12-ին։ Կես ժամ ունեք։ Բավական է։ Այո, պարոն։ Շնորհակալություն, պարոն։ Նա պատրաստվում էր դուրս գալ, բայց կանգ առավ, երբ միջանցքից երեխայի ձայն լսվեց։ Մայրիկ, սա որտեղ դնեմ։ Վարդանը հոնքերը կիտեց։ Միջանցքում երեխա։ Կա։ Կարինեն տեսանելիորեն նյարդայնացավ։ Աղջիկս է, պարոն։ Լիլիթը։ Նրա դպրոցը փակվել է շենքի վերանորոգման պատճառով։ Ոչ մեկ չկար, որի մոտ թողնեի, և դուք կարծեցիք, որ տեղին է երեխա բերել կորպորատիվ միջավայր։ Վարդանի ձայնը սուր էր, ինչպես դանակի շեղբը։ Պարոն, շատ եմ ցավում։ Նա չի խանգարի, խոստանում եմ։ Հանգիստ կնստի, կօգնի թեթ գործերում։ Ես ուրիշ տարբերակ չունեի, չէի կարող բացակայել, որովհետև ձեզ աշխատանք է պետք։ Այո, ես հասկանում եմ, ինչպես է աշխատում աշխարհը, Կարինե։ Վարդանը թիկն տվեց աթոռին, դաժան ժպիտը հայտնվեց շուրթերին։ Իսկ դուք հասկանում եք, որ եթե ձեր աղջիկը որե խնդիր ստեղծի, որե ուշացում կամ անհարմարություն, հետանքներ կլինեն։ Կարինեն գլուխը կախեց։ Այո, պարոն։ Հասկանում եմ։ Հիանալի է։ Հիմա գնացեք թողեք ինձ աշխատել։ Կարինեն արագ դուրս եկավ, զգուշորեն փակելով դուռը։ Միջանցքից Վարդանը դեռ լսում էր նրա ցածր ձայնը աղջկա հետ խոսելիս։ Արի, սիրելիս։ Գնանք ուրիշ հարկ։ Վարդանը վերադարձավ իր տեսակոնֆերանսին, արդեն լիովին։ Մոռանալով այդ փոքրիկ միջադեպի մասին։ Նրա համար այդ մարդիկ պարզապես բնապատկերի մի մասն էին, փոխարինելի դետալներ այն մեծ մեքենայի մեջ, որն աշխատեցնում էր իր կայսրությունը։ Նա ժամանակ կամ հետաքրքրություն չուներ իմանալու նրանց պատմությունները, նրանց խնդիրները, նրանց կյանքը։ Ժամը 12-ին Վարդանը գնաց ճաշելու գրասենյակից երկու թաղամաս այն կողմ գտնվող բացառիկ ռեստորանում։ Ինչպես միշտ, նրան դիմավորեցին հարգանքով հատուկ ուշադրությամբ։ Նա նստեց իր սիրելի սեղանի մոտ, որտեղից երում էր հյուսիսային պողոտայի եռուզեռը, պատվիրեց իր սովորական ուտեստը, հեռախոսով էլեկտրոնային նամակները ստուգելով։ Ճաշն արժեր ավելին, քան Կարինեն վաստակում էր մեկ շաբաթվա աշխատանքի դիմաց, բայց դա երբեք չանցավ Վարդանի մտքով։ Երբ 40 րոպե անց նա վերադարձավ գրասենյակ, իր սենյակն անթերի վիճակում էր։ Օդում զգացվում էր մաքրող միջոցների հոտը, ապակիները փայլում էին, ամեն մի առարկա իր տեղում էր։ Կարինեն պահպանել էր ժամկետը։ Վարդանը նույնիսկ չնկատեց։ Նրա համար դա սպասելի նվազագույնն էր։ Օրվա մնացած մասն անցավ հանդիպումների, զանգերի որոշումների շարանով։ Վարդանը հաստատեց Գյումրի մասնաճյուղի 50 աշխատակիցների կրճատումը, մերժեց ՏՏ-բաժնի աշխատավարձերի բարձրացման հայտը, ստորագրեց մի պայմանագիր, որը կավելացներ իր անձնական շահույթը մի քանի միլիոնով
Դա պարզապես մեկ օր էր մի մարդու կյանքում, ով հաջողությունը չափում էր դրամական նշաններով։ Երեկոյան ժամը 7-ին, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էր, Վարդանը դեռ իր գրասենյակում էր։ Նա սիրում էր օրվա այդ պահը, երբ շենքը լռում էր, նա կարող էր զգալ իր իշխանության ծանրությունը։ Նա այդ տարածքի, այդ կյանքերի, այդ փոքրիկ կորպորատիվ տիեզերքի տերն էր։ Այդ պահին նա միջանցքում ձայներ լսեց։ Իր միայնակ խորհրդածության պահի խաթարումից զայրացած, Վարդանը կտրուկ բացեց դուռը։ Կարինեն այնտեղ էր, հավաքելով օրվա վերջին աղբի տոպրակները։ Իսկ նրա կողքին, հատակին նստած, գիրկը տետր դրած, այն աղջիկն էր։ Լիլիթը։ Դեռ այստեղ եք, հարցրեց Վարդանը, ձայնն արձագանքեց դատարկ միջանցքում։ Կարինեն արագ վեր թռավ, վախեցած։ Պարոն Սարգսյան։ Ներողություն, արդեն վերջացնում ենք։ Ընդամենը մի քանի րոպե, ես չհարցրեցի, թե որքան ժամանակ կպահանջվի։ Հարցրեցի, ինչու եք դեռ այստեղ այս ժամին։ Բանն այն է, որ մենք պետք է բոլոր հարկերը մաքրենք, պարոն։ Եվ Լիլիթի այստեղ լինելու պատճառով մի քիչ ավելի երկար տեց։ Վարդանը նայեց աղջկան։ Նա 12 տարեկան էր, թուխ մաշկով, շագանակագույն մազերը պարզ պոչ հավաքած։ Նա հագել էր արդեն գունաթափված դպրոցական համազգեստ հին մարզակոշիկներ։ Բայց այն, ինչ գրավեց Վարդանի ուշադրությունը, նրա աչքերն էին։ Նրանց մեջ ինչ-որ բան կար, մի խելացիություն, մի հետաքրքրասիրություն, որը չէր համապատասխանում այն աղքատիկ միջավայրին, որը նա ներկայացնում էր։ Իսկ նա ինչ է անում։ Խաղում է, մինչ դուք աշխատում եք։ Նա սովորում է, պարոն։ Տնային առաջադրանքներն է անում։ Վարդանը առանց հումորի ծիծաղեց։ Սովորում է։ Ինչպիսի։ Հմայք։ Նա քայլեց դեպի այնտեղ, որտեղ նստած էր Լիլիթը։ Աղջիկը նայեց նրան, բայց հայացքը չթեքեց, ինչն ավելի շատ զայրացրեց Վարդանին։ Ինչ ես սովորում, աղջիկս։ Լիլիթ, պարոն։ Իմ անունը Լիլիթ է։ Կարինեն գունատվեց։ Լիլիթ, պարոն։ Անդաստիարակ մի եղիր։ Ոչ, ոչ։ Թող խոսի։ Վարդանը խաչեց ձեռքերը, զվարճանալով իրավիճակից։ Շարունակիր, Լիլիթ։ Ինչ ես սովորում։ Աշխատանք եմ անում գրային տարբեր համակարգերի մասին։ Մեր այբուբենից տարբերվող այբուբենների մասին։ Վարդանը բարձրացրեց հոնքը։ Ինչ հետաքրքիր է։ Հանրակրթական դպրոցի աշակերտուհին այբուբեններ է սովորում։ Շատ։ Հավակնոտ է։ Տոնը բացահայտ հեգնական էր։ Լիլիթը փակեց տետրը ոտքի կանգնեց։ Նա կարճահասակ էր, նիհար, բայց նրա կեցվածքի մեջ ինչ-որ բան կար, որն անհանգստացրեց Վարդանին։ Ուսուցչուհին ասաց, որ կարող է ճանաչել այլ մշակույթներ։ Որ աշխարհն ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք։ Ինչպիսի։ Իմաստուն ուսուցչուհի։ Վարդանը դաժանությամբ ժպտաց։ Եվ դու կարծում ես, որ այդ գիտելիքը կոնկրետ ինչի համար ես օգտագործելու։ Ճամփորդելու ես աշխարհով մեկ։ Մագվում ես աշխատելու։ Նա բարձր քրքջաց։ Թե հետելու ես մորթ քայլերին, գրասենյակներ մաքրելով։ Վարդան։ Սկսեց Կարինեն, արցունքն աչքերին։ Պարոն Սարգսյան, սառնությամբ ուղեց նա։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ։ Նա ընդամենը երեխա է։ Երեխա, ով պետք է սովորի, թե ինչպես է իրականում աշխատում աշխարհը։ Իմաստ չունի այս երեխաների գլուխները լցնել անիրական երազանքներով։ Նա պետք է հասկանա իր տեղը։ Լիլիթը նայեց Վարդանին մի հայացքով, որը նա չկարողացավ վերծանել։ Դա վախ չէր, բարկություն չէր։ Դա ավելի խորը բան էր, ավելի անհանգստացնող։ Իսկ ո՞րն է իմ տեղը, պարոն։ Հարցը Վարդանին անակնկալի բերեց։ Ինչ։ Դուք ասացիք, որ ես պետք է հասկանամ իմ տեղը։ Ո՞րն է այն։ Վարդանը ծիծաղեց, բայց այդ ծիծաղի մեջ ինչ-որ անհարմար բան կար։ Քո տեղը նույնն է, ինչ մորթ տեղը։ Ծանր աշխատել, քիչ վաստակել, ծառայել ինձ նման մարդկանց։ Դա իրերի բնական կարգն է։ Ոմանք ծնվում են հրամայելու համար, ուրիշները հնազանդվելու։ Իսկ դուք ծնվել եք հրամայելու համար։ Ակնհայտորեն։ Ես կենդանի ապացույցն եմ այն բանի, որ խելքն ու վճռականությունը տանում են դեպի հաջողություն։
Ես այս ամենը միայնակ եմ ստեղծել։ Նա ցույց տվեց շուրջը գտնվող շքեղ գրասենյակը։ Միայնակ։ Լիլիթը թեքեց գլուխը։ Իսկ ով է մաքրում այս գրասենյակը։ Ով է պատրաստում ձեր ուտելիքը։ Ով է կառուցել այս շենքը։ Ով է ծրագրավորում այն համակարգիչները, որոնք ձեր ընկերությունը վաճառում է։ Կարինեն բռնեց աղջկա ձեռքը։ Լիլիթ, հերիք է։ Ներողություն, պարոն Սարգսյան։ Նա չէր ուզում անհարգալից լինել։ Մենք հիմա գնում ենք։ Բայց Վարդանը բարձրացրեց ձեռքը, թույլ չտալով նրանց գնալ։ Այդ աղջկա մեջ ինչ-որ բան կար, որը նրան միաժամանակ հետաքրքրում ջղայնացնում էր։ Ինչպես էր նա համարձակվում հարցականի տակ դնել իրեն։ Ինչպես էր համարձակվում այդպես նայել նրա աչքերին։ Ոչ, ոչ։ Թող ավարտի։ Ես հետաքրքրված եմ։ Նա թեքվեց դեպի Լիլիթը, դեմքը մոտեցնելով նրան։ Շարունակիր։ Լուսավորիր ինձ քո մանկական իմաստնությամբ։ Լիլիթը չնահանջեց։ Ես ուղղակի կարծում եմ, որ ոչ ոք ոչինչ միայնակ չի անում։ Մայրիկս միշտ ասում է, որ մենք բոլորս կապված ենք։ Որ ամեն մարդ կարող է, անկախ նրանից, թե ինչ է անում։ Ինչ սիրուն է։ Շատ պոետիկ։ Բայց բացարձակապես անտեղի իրական աշխարհում։ Վարդանն ուղղվեց, հոգնած այդ խոսակցությունից։ Իրական աշխարհում կան մարդիկ, ովքեր արժեք ունեն, մարդիկ, ովքեր չունեն։ Եվ արժեքը չափվում է նրանով, թե ինչ կարող ես գնել, ինչ իշխանություն ունես։ Այդքանը։ Ուրեմն դուք կարծում եք, որ մայրիկս արժեք չունի։ Հարցն այնքան ուղղակի էր, այնքան լցված անկեղծ հույզերով, որ Վարդանը մի վայրկյան տատանվեց։ Բայց միայն մի վայրկյան։ Քո մայրն ունի ցանկացած իրազեկ աշխատակցի արժեքը։ Նա անում է իր գործը, ստանում է իր աշխատավարձը։ Դա արդար փոխանակում է։ Բայց դա արդար չէ։ Լիլիթի ձայնը մի փոքր դողաց։ Մայրիկս օրական 12 ժամ է աշխատում։ Նա մաքրում է ուրիշների կեղտը։ Նա տուն է գալիս մեջքի ցավերով դեռ հոգ է տանում իմ ու եղբորս մասին։ Նա իմ ճանաչած ամենաուժեղ մարդն է։ Եվ դուք կարծում եք, որ նա արժեք չունի։ Համոզված եմ, որ նա հրաշալի մայր է։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ նա փոխարինելի է։ Կան հազարավոր մարդիկ, ովքեր կարող են անել նրա գործը։ Բայց քանի՞ մարդ կարող է անել իմ գործը։ Քանի՞ մարդ ունի այն տեսլականը, խելքը, կարողությունը կառուցելու իմ նման կայսրություն։ Լիլիթը մի պահ լռեց, հայացքը սեռած Վարդանի աչքերին։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը մեղմ էր, բայց հաստատակամ։ Գուցե շատ մարդիկ կարողանային անել ձեր գործը։ Բայց ոչ ոք չի կարող լինել իմ մայրիկը, բացի իրենից։ Եվ դա ինձ համար ավելի թանկ է, քան աշխարհի ամբողջ փողը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Վարդան Սարգսյանը պապանձվեց։ Այդ պատասխանի մեջ 12-ամյա աղջկա ասած այդ պարզ ճշմարտության մեջ ինչ-որ բան կար, որը նրան խորապես անհանգստացրեց։ Նա կրծքում մի տարօրինակ ծակոց զգաց, մի բան, որն այլս չէր ճանաչում։ Մեղքի զգացում։ Ամոթ։ Անհնար է։ Կարինե, տարեք ձեր աղջկան տուն։ Եվ վաղը նրան մեկի մոտ թողեք։ Ես չեմ ուզում, որ երեխաներ պտտվեն գրասենյակում աշխատանքային ժամերին։ Պարզ է։ Այո, պարոն։ Շատ պարզ է։ Էլի ներողություն։ Կարինեն բռնեց Լիլիթի ձեռքը, սկսեց արագ հեռանալ։ Բայց նախքան միջանցքում անհետանալը, Լիլիթը վերջին անգամ հետ նայեց։ Եվ այդ հայացքի մեջ Վարդանը տեսավ մի բան, որն իրեն ավելի շատ հունից հանեց։ Դա խղճահարություն չէր, բարկություն չէր։ Դա հասկացողություն էր։ Կարծես այդ աղջիկը կարող էր տեսնել իր ներսը, անցնելով գոռոզության հարստության բոլոր շերտերի միջով, ուղիղ դեպի այն դատարկությունը, որը կար ներսում։ Վարդանը վերադարձավ իր գրասենյակ, դուռը փակեց ավելի ուժեղ, քան նախատեսել էր։ Նա ծանր նստեց իր բազկաթոռին, նայեց դրսի լուսավորված քաղաքին։ Երանը փայլում էր ինչպես միշտ, անտարբեր մարդկային փոքրիկ դրամաների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում նրա բետոնե ընթերքում։ Նա փորձեց վերադառնալ աշխատանքին, բայց չէր կարողանում կենտրոնանալ։ Լիլիթի խոսքերը հնչում էին նրա մտքում։ Ոչ ոք չի կարող լինել իմ մայրիկը, բացի իրենից։
Եվ դա ավելի թանկ է, քան աշխատանքի ամբողջ փողը։ Վարդանը թափ տվեց գլուխը, ջղայնանալով իր վրա։ Ինչու էր նա կարողություն տալիս երեխայի խոսքերին։ Ինչ գիտեր նա աշխարհի մասին։ Հաջողության մասին։ Իշխանության մասին։ Ոչինչ։ Նա պարզապես մի աղքատ աղջիկ էր, հիմար երազանքներով, իրականության մասին ռոմանտիկ պատկերացումներով։ Բայց նույնիսկ այդպես, մինչ երկինքը մտնում էր, քաղաքը շարունակում էր լույսերի ու շարժման իր կատաղի պարը, Վարդանը չկարողացավ այդ հանդիպումը հանել մտքից։ Այդ աղջկա մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Մի բան, որն իրեն անհանգստացնում էր։ Մի բան, որն ստիպում էր իրեն հարցականի տակ դնել, թեկուզ մի պահ, բոլոր այն համոզմունքները, որոնց վրա նա կառուցել էր իր կյանքը։ Եվ գուցե, միայն գուցե, դա մի ճանապարհի առաջին քայլն էր, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց Վարդան Սարգսյանը դեռ չգիտեր այդ մասին։ Այդ գիշեր նա վերադարձավ իր շքեղ առանձնատունը, միայնակ ընթրեց, ինչպես միշտ անում էր, քնեց իր ներկրված մեծ մահճակալում, շրջապատված իր հաջողության բոլոր խորհրդանիշներով։ Եվ եթե այդ գիշերվա մթության մեջ նա երազում տեսավ խելացի աչքերով աղջկան դանակի պես կտրող խոսքեր, նա արթնանալիս դա չհիշեց։ Կամ գոնե ձացրեց, թե չի հիշում։ Ուրբաթ առավոտը երանում անպամած էր, մարտին բնորոշ այդ գորշ երկնքով, որն անձր էր խոստանում, բայց այդպես էլ չէր վճռում։ Վարդանն արթնացավ մի տարօրինակ զգացումով, մի անհանգստությամբ, որը չէր կարողանում բացատրել։ Նա վատ էր քնել, գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանալով առանց ակնհայտ պատճառի։ Նրա մտքերը շարունակ վերադառնում էին նախորդ օրվա հանդիպմանը, այդ աղջկան նրա խռովահույս խոսքերին։ Մինչ նա ուտում էր իր մանրակրկիտ պատրաստված նախաճաշը, Վարդանը փորձեց վանել այդ մտքերը։ Ծիծաղելի էր այդքան կարողություն տալ երեխայի հետ ունեցած աննշան խոսակցությանը։ Նա շատ ավելի կարևոր հոգսեր ուներ։ Ընկերությունը բանակցում էր վրացական մի ընկերության հետ բազմամիլիոնանոց միաձուլման շուրջ, հաջորդ շաբաթ ֆրանսիացի ներդրողներ էին գալու, իսկ նոր ծրագրային ապահովման թողարկումը նախատեսված էր հաջորդ ամիս։ Ահա սրանք էին այն հարցերը, որոնք արժանի էին նրա ուշադրությանը։ Բայց որքան էլ նա փորձում էր կենտրոնանալ թվերի ռազմավարությունների վրա, նրա միտքը համառորեն վերադառնում էր Լիլիթին։ Այն ձին, որով նա նայել էր իրեն, առանց վախի, առանց այն ստորաքարշության, որին նա սովոր էր տեսնել մարդկանց աչքերում։ Այն ձին, որով նա պաշտպանել էր իր մորը այդպիսի համոզմունքով։ Եվ այդ վերջին նախադասությունը, այդ անիծյալ նախադասությունը, որը հրաժարվում էր դուրս գալ նրա գլխից։ Վարդանը ջղայնացած թափ տվեց գլուխը, հագավ իր ամենաթանկ կոստյումներից մեկը։ Այսօր արդյունավետ օր էր լինելու։ Նա թույլ չէր տա, որ երեխայի զառանցանքները խանգարեն իր ծրագրերին։ Գրասենյակում առավոտն անցավ հանդիպումների տեսակոնֆերանսների շարանով։ Վարդանն իր տարերքի մեջ էր, հրամայելով, որոշելով, տիրելով յուրաքանչյուր խոսակցության իր ահարկու ներկայությամբ։ Դա այն էր, ինչ նա անում էր լավագույնս։ Դա այն էր, ինչն իմաստ էր տալիս նրա կյանքին։ Ժամը 11-ի մոտակայքում, հանդիպումների միջ ընկած կարճ ընդմիջման ժամանակ, Վարդանը գնաց դեպի սուրճի մեքենան գործադիր հարկում։ Մինչ սպասում էր ըմպելիքի պատրաստվելուն, նա լսեց կանանց ձայներ, որոնք խոսում էին Հարան հանգստի սենյակում։ Լսել ես, ինչ է պատահել Կարինեի հետ երեկ, դա Մարիամի, նրա քարտուղարուհու ձայնն էր։ Մաքրող աղջկա։ Ինչ է եղել, մյուս ձայնը Վարդանը ճանաչեց որպես Գայանեի ձայնը, մարդկային ռեսուրսների բաժնից։ Ասում են, նրա աղջիկը հանդիպել է մեծ շեֆի հետ։ Եվ նա ամենին էլ բարի չի եղել, ինչպես միշտ։ Վարդանը կանգ առավ, ձեռքը կախված օդում, պատրաստ վերցնելու սուրճի բաժակը։ Նա գիտեր, որ պետք է հեռանա, որ ուրիշների խոսակցությունները լսելն իր արժանապատվությունից ցածր է։ Բայց ինչ-որ բան նրան պահեց այնտեղ, անշարժ, լսելով։ Ահ, ոչ։ Խեղճիկ։ Կարինեն առանց այն էլ այնքան բաների միջով է անցնում։ Ամուսինը լքել է նրան 2 տարի առաջ, նա մենակ է մեծացնում 2 երեխաներին, օրական 12 ժամ է աշխատում։ Եվ հիմա էլ պետք է ստորացում հանդուրժի։ Այո։ Իսկ աղջիկը, Լիլիթը, շատ սիրունիկ է։ Շատ խելացի։ Միշտ գիրքը թի տակ։ Կարինեն անընդհատ ասում է, որ աղջիկը հանճար է, դպրոցում ամենաբարձր գնահատականներն է ստանում։ Դժվար պետք է լինի նրա համար։ Ուզենալ երեխաների համար ավելի լավ ապագա ստեղծել, բայց հնարավորություն չունենալ։ Իսկ ամենավատն այն է, որ պարոն Սարգսյանը կարծես զվարճանում է դրանով։
Կարծես նրա համար խաղ լինի ստորացնել ամենահամեստ աշխատակիցներին։ Ծանր լռություն տիրեց, հետո Մարիամը հառաչեց. Երբեմն ես ինքս ինձ հարցնում եմ, ինչպես կարող է մարդն այդքան փող ունենալ այդքան քիչ սիրտ։ Վարդանը զգաց, թե ինչպես է զայրույթի ալիքը բարձրանում կրծքում։ Ինչպես էին համարձակվում իր մասին այդպես խոսել։ Նա նրանց տերն էր, նրանց աշխատատեղերի, նրանց սեղանի հացի պատասխանատուն։ Եվ դեռ համարձակություն ունեին իրեն դատելու։ Նա ուժով վերցրեց սուրճի բաժակը, վերադարձավ իր գրասենյակ, դուռը թխկոցով փակելով։ Նա նստեց իր աթոռին, սկսեց նայել դրսի քաղաքին, զայրույթը եռում էր նրա երակներում։ Բայց զայրույթի հետ մեկտեղ կար մի բան։ Մի անհանգիստ զգացում, մի անհարմարություն, որը նա չէր ուզում անվանել։ Միթե մարդիկ իրականում իրեն այդպես էին տեսնում։ Որպես անսիրտ մարդ։ Եվ ինչու էր դա իրեն այդքան անհանգստացնում։ Նա նախկինում երբեք չէր հետաքրքրվել ուրիշների կարծիքով։ Ինչու էր հիմա տարբեր։ Կեսօրն անցավ հանդիպումների որոշումների մշուշի մեջ։ Վարդանը ջղային էր, անհամբեր, սովորականից ավելի խիստ իր ենթակաների նկատմամբ։ Երկու հոգի նրա գրասենյակից դուրս եկան արցունքն աչքերին, խիստ նկատողություններից հետո։ Մի մենեջեր քիչ էր մնում հրաժարական տար այն բանից հետո, երբ Վարդանը նրան ստորացրեց ամբողջ թիմի առաջ, շնորհանդեսի մեջ թույլ տված չնչին սխալի համար։ Երեկոյան ժամը 6-ին, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն գնում էր, Վարդանը դեռ իր գրասենյակում էր։ Նա պետք է գոհ լիներ։ 2 կարոր պայմանագիր էր կնքել, հաստատել էր ծախսերի կրճատումը, որը կավելացներ հաջորդ եռամսյակի շահույթը, շահավետ դիրք էր ապահովել միջազգային բանակցություններում։ Բայց գոհունակության փոխարեն նա զգում էր միայն մի անհանգիստ դատարկություն։ Այդ պահին նա միջանցքում մաքրության սայլակի ձայնը լսեց։ Նրա մարմինը լարվեց։ Արդյոք Կարինեն էր։ Եվ եթե նա էր, Լիլիթը նորից նրա հետ էր։ Նա հստակ ասել էր, որ չի ուզում երեխաներ տեսնել գրասենյակում։ Եթե Կարինեն չէր ենթարկվել իր հրամաններին, հետանքներ կլինեին։ Վարդանը կտրուկ բացեց դուռը, պատրաստ նկատողություն անելու։ Բայց այնտեղ մի տարեց տղամարդ էր, Հովհաննեսը, մաքրողների թիմի մեկ այլ աշխատակից։ Կարինեի կամ Լիլիթի հետքը չկար։ Պարոն Սարգսյան։ Բարի երեկո, պարոն։ Կարող եմ մաքրել ձեր սենյակը։ Կարինեն այսօր չի աշխատում։ Հովհաննեսը կարծես զարմացավ հարցից։ Վարդանը երբեք հետաքրքրություն չէր ցուցաբերել մաքրողների նկատմամբ։ Աշխատում է, պարոն։ Նա 20-րդ հարկում է։ Խնդրեց, որ ես այսօր այս հարկն անեմ։ Ինչո՞վ։ Ախ, հաստատ չգիտեմ, պարոն։ Կարծում եմ, նա ուզում էր խուսափել դե, կարոր չէ։ Արագ կմաքրեմ ձեր սենյակը, չեմ անհանգստացնի ձեզ։ Վարդանն անհամբեր գլխով արեց ներս մտավ, բայց դուռը բաց թողեց։ Մինչ Հովհաննեսը լուռ աշխատում էր, նա զգացնում էր, թե կենտրոնացած է համակարգչի վրա, բայց նրա միտքն ուրիշ տեղ էր։ Կարինեն խուսափում էր իրեն հանդիպելուց։ Հավանաբար վախենալով կորցնել աշխատանքը։ Կամ գուցե ամաչելով աղջկա պահվածքից։ Բայց արդյոք աղջիկն էր իրեն վատ պահել, մի նյարդայնացնող ձայն հարցրեց նրա գլխի մեջ։ Թե դու։ Վարդանը ուժգին փակեց աչքերը, փորձելով լռեցնել այդ ձայնը։ Երբ նորից բացեց, Հովհաննեսն արդեն վերջացրել էր, զգուշորեն դուրս էր գալիս։ Բարի երեկո, պարոն Սարգսյան։ Աստված ձեզ պահապան։ Սպասիր։ Վարդանը չգիտեր, թե ինչու է դա ասում։ Կարինեն։ Նա լավ աշխատող է։ Հովհաննեսն էլ ավելի զարմացավ։ Կարինեն։ Պարոն, նա մեր լավագույնն է։ Աշխատասեր է, նվիրված, երբեք չի բացակայում, երբեք չի բողոքում։ Եվ դեռ ամբողջ թիմն է համակարգում։ Եթե նա չլիներ, այս շենքն այսպես չէր փայլի։ Նա 2 երեխա ունի։ Այո, պարոն։ Լիլիթը Հայկը։ Հայկը մի քիչ չարաճճի է, բայց բարի սիրտ ունի։ Իսկ աղջիկը նա առանձնահատուկ է։ Շատ հարուստ երեխաների եմ տեսել, որոնք այդ երեխայի խելքի կեսն էլ չունեն։ Ինչպես թե խելացի։ Հովհաննեսը թեքվեց սայլակին, ոգորված զրուցելու հնարավորությունից։ Պարոն, աղջիկը 3 լեզվով է խոսում։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Եվ հիմա ինքնուրույն չինարեն է սովորում, օգտագործելով ինտերնետի վիդեոները հանրային գրադարանում։ Եվ դա 12 տարեկանում։ Եվ միայն դա չէ։ Նա օգնում է թաղի մյուս երեխաներին տնայինների հարցում, համայնքում ընթերցանության խմբակներ է կազմակերպում։ Կարինեն անընդհատ ասում է, որ աղջիկը մարդ է դառնալու։ Վարդանը կրծքում մի տարօրինակ բան զգաց։ Իսկ ինչպես է նա այդ ամենը սովորել։ Ընտանիքը միջոցներ ունի։ Դասերի համար վճարելու։ Հովհաննեսն առանց հումորի ծիծաղեց։ Միջոցներ։ Պարոն, Կարինեն հազիվ է տան վարձը տալիս։ Լիլիթն ամեն ինչ ինքնուրույն է սովորում։ Հանրային գրադարան, ինտերնետ, երբ հաջողվում է կապվել, կամավոր ուսուցիչներ։ Աղջիկը գիտելիքի քաղց ունի։ Ասում է, որ շատ է սովորելու, մի օր մորը հանելու է այդ կյանքից։ Հովհաննեսի ձայնի մեջ անկեղծ հպարտություն կար, երբ նա խոսում էր Լիլիթի մասին։ Եվ դա Վարդանին խորապես անհանգստացրեց։ Նա կարծում է, որ սովորելը կփոխի իր կյանքը։ Այո, պարոն։ Կրթությունը միակ բանն է, որը կարող է փոխել աղքատ մարդու ճակատագիրը։ Դա բոլորը գիտեն։ Միշտ չէ, որ դա բավարար է։ Հովհաննեսը նայեց նրան մի հայացքով, որը դժվար էր վերծանել։ Գուցե ոչ, պարոն։ Բայց դա միակ բանն է, որ նրանք ունեն։ Իսկ Լիլիթը։ Նա հավատում է։ Եվ երբ դու 12 տարեկան ես ու ապրում ես երկու սենյականոց խրճիթում, հավատն այն է, ինչը քեզ կենդանի է պահում։ Վարդանը չպատասխանեց։ Հովհաննեսը թեթ գլուխ տվեց դուրս եկավ, հրելով իր սայլակը։ Գրասենյակը նորից լռեց, բայց հիմա այն ավելի դատարկ էր թվում, քան երբևէ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Վարդանը չցանկացավ մինչ ուշ աշխատել։ Նա վերցրեց իր իրերը, իջավ ստորգետնյա ավտոտնակ, որտեղ սպասում էր իր Մերսեդեսը։ Վարորդն արագ վեր կացավ, երբ տեսավ նրան մոտենալիս։ Տոն, պարոն Սարգսյան։ Ոչ։ Սկզբում ուզում եմ մի քիչ պտտվել։ Քաղաքով քշիր։ Վարորդը շփոթված էր թվում, բայց հարցեր չտվեց։ Նրանք դուրս եկան Երանի փողոցներ, որոնք այժմ լուսավորված էին գիշերային լույսերով։ Վարդանը նայում էր պատուհանից, քաղաքին այլ կերպ դիտելով։ Նա միշտ Երանը տեսել էր որպես իր թագավորությունը, իր կայսրությունը։ Բայց հիմա, առաջին անգամ, նա իրականում տեսնում էր փողոցի մարդկանց։ Մի փողոցային վաճառող անկյունում, ով եգիպտացորեն էր վաճառում մի քանի դրամ վաստակելու համար։ Մի ամբողջ ընտանիք, սեղմված ավտոբուսի կանգառում, սպասելով տրանսպորտին, որը նրանց կտաներ հեռավոր արվարձաններ։ Հոգնած աշխատավորներ, որոնք տուն էին վերադառնում երկար աշխատանքային օրից հետո։ Երեխաներ, որոնք խաղում էին մայթերին, նրանց ծիծաղն արձագանքում էր գիշերվա մեջ, չնայած շրջապատող աղքատությանը։ Պարոն, ամեն ինչ կարգին է։ Վարորդը նայում էր նրան հետի հայելուց, անհանգստացած։ Ինձ Շենգավիթ տար։ Ուզում եմ տեսնել, որտեղ է ապրում Կարինեն։ Պարոն, դու ինձ լսեցիր։ Գտիր հասցեն աշխատակիցների տվյալների բազայից։ 30 րոպե անց Մերսեդեսը կանգնեց արվարձանի մի նեղ փողոցում։ Տները պարզ էին, որոշները ընդամենը փայտից ու մետաղից շինություններ։ Երեխաները դեռ խաղում էին փողոցներում, չնայած ուշ ժամին։ Որոշ տներից բարձր երաժշտություն էր լսվում։ Օդում զգացվում էր պատրաստվող ուտելիքի հոտը։ Վարդանը նայեց շուրջը, իրեն բացարձակապես օտար զգալով իր թանկարժեք կոստյումով այդ շքեղ մեքենայի մեջ։ Փողոցի մարդիկ հետաքրքրությամբ անվստահությամբ էին նայում մեքենային։ Մի քանի երիտասարդներ մոտեցան, բայց վարորդը մեղմորեն արագացրեց ընթացքը, հեռանալով։ Սա է Կարինեի հասցեն, պարոն։ Այն կապույտ տունը։ Դա մի փոքրիկ տուն էր, վատ ներկված, պատուհաններով, որոնց արանքից երում էր ներսի լույսը։ Բայց պատուհանագոգին ծաղկամաններ կային, իսկ դուռը մաքուր էր։ Պարզ վարագույրի միջով Վարդանը տեսնում էր շարժվող ստվերներ։ Կարինեն նրա երեխաները, հավանաբար։ Նա պատկերացրեց նրա առօրյան։ Արթնանալ լուսաբացից առաջ, 2 ավտոբուս փոխել մինչ քաղաքի կենտրոն հասնելը։ 12 ժամ աշխատել, մաքրելով հարուստների գեղտը։ Վերադառնալ տուն հոգնած դեռ հոգ տանել երեխաների մասին, ուտելիք պատրաստել, օգնել տնայինների հարցում։ Եվ հետո արթնանալ հաջորդ օրը նույնն անել։ Ամեն օր։ Առանց դադարի։
Առանց իրական արձակուրդի, առանց փոփոխության հույսի։ Իսկ Լիլիթը մեծանալով այդ միջավայրում դեռ ուժ էր գտնում սովորելու, երազելու, հավատալու, որ կարող է ավելին լինել։ Որտեղից էր գալիս այդ ուժը։ Գնանք, կտրուկ ասաց Վարդանը։ Ինձ տուն տար։ Այդ գիշեր իր շքեղ առանձնատանը Վարդանը չկարողացավ քնել։ Նա կանգնած էր պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին, մտածելով ներքում գտնվող բոլոր մարդկանց մասին։ Ամեն մի լույս մի կյանք էր, մի պատմություն, մի երազանք։ Եվ նա երբեք նախկինում չէր կանգնել այդ մասին մտածելու համար։ Նրա ամբողջ կյանքը կառուցված էր այն համոզմունքի վրա, որ ինքը վերադաս է, որ արժանի է լինել գագաթին, որովհետև ավելի խելացի է, ավելի վճռական, ավելի ուժեղ։ Բայց ինչ եթե նա սխալվում էր։ Ինչ եթե իր Կարինեի միակ տարբերությունն այն տեղն էր, որտեղ նրանք ծնվել էին։ Ինչ եթե Լիլիթը, ունենալով այն բոլոր հնարավորությունները, որոնք ինքն է ունեցել, կարողանար էլ ավելի հեռու գնալ։ Շաբաթ օրն անցավ տարօրինակ մշուշի մեջ։ Վարդանը փորձեց հետել իր սովորական առօրյային, բայց ամեն ինչ այլ էր թվում։ Անձնական խոհարարի պատրաստած ուտելիքն անհամ էր թվում։ Շուրջը գտնվող թանկարժեք իրերը թվում էին իմաստից զուրկ։ Նույնիսկ իր առանձնատան հիասքանչ տեսարանը թվում էր պակաս տպավորիչ։ Նա իրեն բռնեց Լիլիթի մասին մտածելիս, ով սովորում էր հանրային գրադարանում, որովհետև տանը ինտերնետ չուներ։ Ինքնուրույն լեզուներ էր սովորում, որովհետև գիտելիքի քաղց ուներ։ Եվ հետո մտածեց իր մասին շրջապատված գրքերով, որոնք երբեք չէր կարդացել, ունենալով հասանելիություն ցանկացած կրթության կամ դասընթացի, բայց չունենալով հետաքրքրասիրություն սովորելու որևէ բան, որը ուղղակի շահույթ չէր բերում։ Կիրակի օրը Վարդանն արեց մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Նա գնաց քաղաքով զբոսնելու։ Առանց վարորդի, առանց թիկնապահների, միայն ինքը երանի փողոցները։ Նա անցավ հանրային գրադարանի մոտով, կանգ առավ դիտելու։ Այնտեղ տասնյակ մարդիկ կային, մեծ մասը ակնհայտորեն աղքատ, բայց բոլորն էլ ունեին այն նույն հայացքը, որը նա տեսել էր Լիլիթի աչքերում։ Քաղց։ Ոչ թե ուտելիքի, այլ գիտելիքի։ Հնարավորությունների։ Հույսի։ Նա մտավ գրադարան։ Տեղը պարզ էր, հին կահույքով մաշված գրքերով։ Բայց այնտեղ կյանք կար։ Երեխաներ, որոնք շրջան կազմած կարդում էին հատակին։ Մեծահասակներ, որոնք սովորում էին ընդհանուր սեղանների շուրջ։ Ծերեր, որոնք զգուշորեն գրքեր էին փնտրում։ Եվ անկյունում հայտարարությունների տախտակին կային թռուցիկներ, որոնք առաջարկում էին տարբեր լեզուների անվճար դասեր կամավորների կողմից։ Վարդանը վերցրեց թռուցիկներից մեկը։ Հիմնական չինարեն։ Շաբաթ օրերը ժամը 10:00-ին։ Ուսուցչուհի Աննա Հովհաննիսյան, կամավոր։ Արդյոք Լիլիթն այս դասերին էր գալիս։ Արդյոք այս Աննա Հովհաննիսյանն այն մարդկանցից էր, ովքեր սնում էին այդ աղջկա երազանքները։ Նա այնտեղ մնաց ավելի քան 1 ժամ, պարզապես դիտելով։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Վարդան Սարգսյանն իրեն փոքր զգաց։ Ոչ թե ֆինանսական կամ իշխանության իմաստով, այլ մարդկային իմաստով։ Այդ բոլոր մարդիկ, ունենալով այդքան քիչ բան, դեռ ուժ էին գտնում միմյանց օգնելու, գիտելիքով կիսվելու, համայն կառուցելու համար։ Իսկ ինքը, ունենալով այդքան շատ բան, երբեք ոչ մեկին ոչինչ չէր տվել։ Երկուշաբթի օրը Վարդանը գրասենյակ եկավ մի տարօրինակ վճռականությամբ։ Նա հստակ չգիտեր, թե ինչ է ուզում անել, բայց գիտեր, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Առավոտվա ընթացքում նա փորձեց սովորականի պես աշխատել, բայց նրա մտքերը շարունակ շեղվում էին։ Կեսօրվա մոտ նա կանչեց Մարիամին իր գրասենյակ։ Ինձ մի տեղեկություն է պետք։ Կարինեն, մաքրողների թիմից։ Որքան է նա վաստակում։ Մարիամը զարմացած էր թվում, բայց արագ ստուգեց տվյալները։ Նվազագույն աշխատավարձի 1.5 չափը, պարոն։ 180,000 դրամ։ Վարդանն իրեն այնպես զգաց, կարծես հարված էր ստացել։ 180,000 դրամ։ Նա ավելին էր ծախսում միայն 1 շապիկի վրա։ Կարինեն պահում էր մի ամբողջ ընտանիք, վճարում էր տան վարձը, ուտելիքը, տրանսպորտը ամսական 180,000 դրամով։ Եվ դեռ կարողանում էր երեխաներին դպրոցում պահել։ Իսկ որքան ժամանակ է նա այստեղ աշխատում։ 7 տարի, պարոն։ 7 տարի, կրկնեց Վարդանը, ավելի շատ իր համար։ Եվ երբ է եղել նրա վերջին աշխատավարձի բարձրացումը։
3 տարի առաջ, պարոն։ 5%-ի ճշգրտում։ 5% 3 տարվա մեջ։ Վարդանը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան այրվում իր կրծքում։ Ամոթ։ Դա ամոթ էր։ Մարիամ, հանդիպում կազմակերպիր Կարինեի հետ։ Այսօր, ժամը 3-ին։ Այստեղ, իմ գրասենյակում։ Պարոն։ Մարիամն ակնհայտորեն շփոթված էր։ Նա ինչ-որ սխալ բան է արել։ Ոչ։ Պարզապես կազմակերպիր։ Օրվա մնացած մասը դանդաղ անցավ։ Վարդանը վերանայեց Կարինեի տվյալները։ 7 տարվա անբասիր աշխատանք։ Երբեք ոչ մի բողոք, երբեք ոչ մի անհիմն բացակայություն։ Գնահատականները միշտ գերազանց էին։ Եվ այն ամենը, ինչ նա ստացել էր փոխարենը, ողորմելի աշխատավարձն ու ստորացումն էր։ Ժամը 3-ին դուռը համեստորեն թակեցին։ Մտեք, ասաց Վարդանը, փորձելով ձայնը չեզոք պահել։ Կարինեն ներս մտավ, ակնհայտորեն նյարդային։ Նա մաքրողի համազգեստով էր, նրա ձեռքերը թեթ դողում էին։ Դուք ինձ կանչել էիք, պարոն Սարգսյան։ Նստեք, Կարինե։ Ես նախընտրում եմ կանգնած մնալ, պարոն։ Համազգեստս կեղտոտ է, ես չեմ ուզում, նստեք, կրկնեց Վարդանը, այս անգամ ավելի մեղմ։ Խնդրում եմ։ Կարինեն նստեց աթոռի ծայրին, կարծես պատրաստ լինելով ցանկացած պահի փախչել։ Նրա հայացքը հատակին էր, Վարդանը կարող էր տեսնել վախը նրա աչքերում։ Վախ, աշխատանքից զրկվելու համար։ Վախ, երեխաների ապրուստը կորցնելու համար։ Եվ այդ ամենը Լիլիթի հետ ունեցած իր խոսակցության պատճառով։ Վարդանը խորը շունչ քաշեց։ Սա ավելի դժվար էր, քան ցանկացած բանակցություն, որ երբև արել էր։ Կարինե, ես ուզում էի խոսել այն մասին, ինչ տեղի ունեցավ հինգշաբթի օրը։ Ձեր աղջկա հետ։ Կարինեն էլ ավելի գունատվեց։ Պարոն, ես ներողություն եմ խնդրում։ Լիլիթը չպետք է այդպես խոսեր։ Ես արդեն խոսել եմ նրա հետ, երաշխավորում եմ, որ դա չի կրկնվի։ Խնդրում եմ, ինձ աշխատանքից չհանեք։ Ինձ այս աշխատանքը պետք է։ Երեխաներս։ Ես ձեզ աշխատանքից չեմ հանելու, Կարինե, արագ ասաց Վարդանը, զարմացնելով իրեն, նրան։ Իրականում ես ուզում էի ներողություն խնդրել։ Կարինեն դանդաղ բարձրացրեց աչքերը, չհավատալով իր լսածին։ Ինչ։ Ես սարսափելի բաներ ասացի ձեզ ձեր աղջկան։ Բաներ, որոնք արդարացում չունեն։ Եվ վերջին օրերին ես շատ եմ մտածել այդ մասին։ Վարդանը կանգ առավ, պայքարելով ճիշտ բառեր գտնելու համար։ Նա իր չափահաս կյանքում երբեք ոչ մի բանի համար ներողություն չէր խնդրել։ Ձեր աղջիկն ինձ ստիպեց մտածել։ Շատ բաների մասին։ Այն մասին, թե ով եմ ես դարձել։ Կարինեն շարունակում էր նայել նրան, չհավատալով լսածին։ Արցունքները սկսեցին հայտնվել նրա աչքերում։ Դուք այստեղ աշխատում եք 7 տարի։ Եվ ես նույնիսկ չգիտեի ձեր անունը մինչ այս շաբաթ։ Երբեք չեմ հարցրել ձեր կյանքի, ձեր ընտանիքի մասին։ Երբեք չեմ գնահատել ձեր աշխատանքի արժեքը։ Եվ դա սխալ է։ Շատ սխալ։ Պարոն, ես չեմ հասկանում։ Ես շատ եմ մտածել այս օրերին։ Եվ հասկացա, որ ձեր աղջիկը ճիշտ էր։ Ես սարսափելի մարդ եմ եղել։ Ոչ միայն ձեր հանդեպ, այլ շատ ուրիշների։ Ես կայսրություն եմ կառուցել, բայց ճանապարհին ինչ-որ տեղ կորցրել եմ իմ մարդկայնությունը։ Արցունքներն այժմ ազատորեն հոսում էին Կարինեի դեմքով։ Պարոն, թույլ տվեք ավարտեմ, խնդրում եմ։ Վարդանը վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, չկարողանալով նայել նրան խոսելիս։ Ձեր աղջիկը, Լիլիթը։ Նա առանձնահատուկ է։ Դուք դա գիտեք։ Գիտեմ, պարոն։ Նա իմ լույսն է։ Իմ շարունակելու պատճառը։ Նա ինձ մի բան ասաց, որը չեմ կարողանում հանել մտքից։ Ասաց, որ ոչ ոք չի կարող լինել իր մայրը, բացի ձեզնից։ Եվ որ դա ավելի թանկ է, քան աշխարհի ամբողջ փողը։ Վարդանը շրջվեց դեպի Կարինեն։ Նա ճիշտ է։ Իսկ ես ամբողջ կյանքս մարդկանց արժեքը չափել եմ փողով։ Ինչպիսի մարդ է դա ինձ դարձրել։ Կարինեն չպատասխանեց։ Պարզապես լուռ լաց էր լինում, ձեռքերը սեղմած գրկում։ Ես ուզում եմ փոխվել, Կարինե։
Դեռ չգիտեմ ինչպես, բայց ուզում եմ փոխվել։ Եվ ուզում եմ սկսել, անելով այն, ինչ ճիշտ է։ Վարդանը վերադարձավ իր սեղանի մոտ, վերցրեց մի ծրար, որը պատրաստել էր։ Սա նոր պայմանագիր է ձեզ համար։ Աշխատավարձի 200% բարձրացում։ Եվ նոր պաշտոն, որպես մաքրության թիմի ընդհանուր համակարգող, բոլոր արտոնություններով։ Կարինեն դողացող ձեռքերով վերցրեց ծրարը, բացեց այն։ Երբ տեսավ թվերը, նա հեկեկաց։ Պարոն, սա ես չեմ կարող սա ընդունել։ Սա շատ է։ Սա նույնիսկ մոտ չէ այն ամենին, ինչը կփոխհատուցեր 7 տարվա ծանր աշխատանքն ու հավատարմությունը։ Բայց սա սկիզբն է։ Կարինեն վեր կացավ, դեռ ձեռքում պահելով ծրարը։ Ինչու եք դա անում։ Վարդանը մտածեց հարցի շուրջ։ Ինչու էր նա դա անում։ Որովհետև 12-ամյա աղջիկը 5 րոպեում կարողացել էր անել այն, ինչ ոչ ոք չէր կարողացել տասնամյակների ընթացքում։ Որովհետև նա վերջապես նայել էր իր քթից այն կողմ, տեսել շրջապատող տառապանքը։ Որովհետև նա հոգնել էր լինել այն դատարկ մարդը, որը դարձել էր։ Որովհետև ձեր աղջիկն ինձ ստիպեց տեսնել, որ ես սխալվում էի։ Ամեն ինչի հարցում։ Ասաց նա պարզապես։ Կարինեն մի քայլ առաջ արեց, ի զարմանք Վարդանի, գրկեց նրան։ Դա արագ գրկախառնություն էր, լի երախտագիտությամբ հույզերով, երբ նա հեռացավ, երկուսի աչքերում էլ արցունքներ կային։ Շնորհակալություն, պարոն։ Շնորհակալություն։ Դուք չգիտեք, ինչ է սա նշանակում ինձ համար։ Երեխաներիս համար։ Կարծում եմ, սկսում եմ հասկանալ։ Այն բանից հետո, երբ Կարինեն դուրս եկավ, Վարդանը նորից մենակ մնաց իր գրասենյակում։ Բայց այս անգամ դատարկությունն այլս այնտեղ չէր։ Կամ գոնե մի փոքր փոքրացել էր։ Նա արել էր առաջին քայլը։ Մի փոքրիկ քայլ, բայց քայլ դեպի ճիշտ ուղղություն։ Եվ մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Վարդան Սարգսյանը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Հույս։ Գուցե դեռ ժամանակ կար, որ նա ավելի լավ մարդ դառնար։ Գուցե դեռ ժամանակ կար ուղղելու իր պատճառած վնասների մի մասը։ Դա միայն սկիզբն էր։ Բայց դա սկիզբ էր։ Հաջորդող շաբաթները բերեցին նուրբ, բայց նկատելի փոփոխություններ Վարդան Սարգսյանի վարքագծում։ Նա սկսեց ավելի շուտ գալ գրասենյակ, փոխանակ անմիջապես իր սենյակում փակվելու, մի քանի րոպե անցկացնում էր անվտանգության աշխատակիցների հետ զրուցելով, հարցնելով նրանց ընտանիքների, նրանց օրվա մասին։ Սկզբում նրանք անվստահությամբ էին վերաբերվում, սպասելով ինչ-որ թակարդի։ Բայց աստիճանաբար հասկացան, որ փոփոխությունն անկեղծ է, թեկուզ տատանվող։ Կարինեն այժմ աշխատում էր 15-րդ հարկի մի փոքրիկ գրասենյակում, համակարգելով ամբողջ շենքի մաքրության թիմը։ Նա դեռ չէր կարողանում լիովին հավատալ իր կյանքի այս շրջադարձին։ Նոր աշխատավարձը թույլ տվեց նրան Լիլիթին գրանցել անգլերենի խորացված դասընթացների աղջկա համար նոր գրքեր գնել։ Տարիների ընթացքում առաջին անգամ Կարինեն կարողանում էր քնել առանց ֆինանսական մշտական անհանգստության ծանրության, որը ճնշում էր նրա կուրծքը։ Բայց Կարինեի առաջխաղացման լուրը գրասենյակում անսպասելի ալիքներ բարձրացրեց։ Որոշ աշխատակիցներ ողջունեցին այդ փոփոխությունը, տեսնելով դրանում նշան, որ Վարդանն ավելի մարդկային է դառնում։ Ուրիշները, հատկապես բարձրաստիճան ղեկավարների շրջանում, դարձան անվստահ, նույնիսկ վրդովված։ Ինչպես կարող էր սովորական մաքրուհին ստանալ արտոնություններ, որոնք նրանցից շատերը չունեին։ Ապրիլյան մի երեքշաբթի էր, երբ Վարդանն առերեսվեց իր տրանսֆորմացիայի առաջին իրական դիմադրությանը։ Նա տնօրենների հետ հանդիպման էր, երբ ֆինանսական տնօրեն Պավլիկ Մնացականյանը բարձրացրեց այդ հարցը։ Վարդան, մենք պետք է խոսենք մաքրության աշխատակցի հետ կապված այս իրավիճակի մասին։ Պավլիկը 50 տարեկան, թմբլիկ տղամարդ էր, բարակ բեղերով, մշտապես հեգնական արտահայտությամբ։ Նա ընկերությունում էր հիմնադրման օրվանից իրեն համարում էր Վարդանի աջ ձեռքը։ Կարինե։ Նրա անունը Կարինե է, ուղղեց Վարդանը, հայացքը չկտրելով իր առաջ դրված հաշվետվություններից։ Լավ, Կարինե։ Լսիր, ես հասկանում եմ, որ դու ուզում ես բարեգործ լինել, բայց 200% աշխատավարձի բարձրացում։ Դա վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Մաքրության մյուս աշխատակիցներն արդեն բարձրացումներ են պահանջում։ Եվ միայն նրանք չեն։ Դդբաժինը, հաշվապահությունը, բոլորը հարցնում են, ինչու է նա արժանի հատուկ վերաբերմունքի։ Վարդանը դանդաղ բարձրացրեց աչքերը։
Նա արժանի է, որովհետև 7 տարի այստեղ աշխատել է ծիծաղելի աշխատավարձով, որովհետև իր գործն անում է գերազանց, որովհետև միայնակ 2 երեխա է պահում։ Պետք է շարունակեմ։ Բայց Վարդան, միջամտեց մարդկային ռեսուրսների տնօրեն Գայանեն, 40 անց մի նրբագեղ կին, Պավլիկը ճիշտ է։ Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից դա կարող է դիտվել որպես հովանավորչություն։ Դա կարող է բարոյահոգեբանական խնդիրներ առաջացնել։ Հովանավորչություն։ Վարդանը թիկն տվեց աթոռին, զգալով ծանոթ զայրույթը։ Բայց այս անգամ դա այլ զայրույթ էր։ Ոչ թե իր ենթակաների դեմ, ովքեր կասկածի տակ էին դնում իր հեղինակությունը, այլ այն համակարգի դեմ, որն ինքն էր ստեղծել։ Եկեք խոսենք հովանավորչության մասին։ Այս սենյակում գտնվողներից քանիսն են պարգավճար ստացել վերջին եռամսյակում։ Ծանր լռություն տիրեց։ Բոլորդ։ Պարգավճարներ, որոնք որոշ դեպքերում ավելի մեծ էին, քան Կարինեի տարեկան աշխատավարձը։ Եվ ոչ ոք հարցականի տակ չդրեց, արդյոք դա հովանավորչություն էր։ Ոչ ոք չհարցրեց, արդյոք դուք արժանի էիք։ Բայց երբ ես որոշում եմ արդար աշխատավարձ վճարել մեկին, ով օրական 12 ժամ մաքրում է ձեր թողած կեղտը, հանկարծ դա խնդիր է դառնում։ Դա նույն բանը չէ, պնդեց Պավլիկը։ Մենք դիպլոմներ ունենք, փորձ, պատասխանատվություն, իսկ նա 2 երեխա ունի կերակրելու, Պավլիկ։ Նա վճարելու հաշիվներ ունի։ Նա ունի արժանապատվություն, որը պետք է հարգել։ Թե դու կարծում ես, որ մարդու արժեքը չափվում է միայն պատից կախված դիպլոմով։ Պավլիկը կարմրեց։ Ես դա չասացի։ Ապա ինչ ես ասում։ Որ որոշ մարդիկ արժանի են ապրել։ Աղքատության մեջ, որովհետև ծնվել են սխալ պայմաններում։ Լարվածությունը սենյակում շոշափելի էր։ Գայանեն փորձեց մեղմել իրավիճակը։ Վարդան, ոչ ոք դա չի ասում։ Մենք պարզապես անհանգստացած ենք հետանքներով։ Եթե մյուս աշխատակիցները սկսեն նմանատիպ բարձրացումներ պահանջել, ապա կբարձրացնենք նրանց աշխատավարձը, ովքեր արժանի են։ Վերանայեք մաքրության ամբողջ թիմի, անվտանգության, սպասարկման անձնակազմի աշխատավարձերը։ Ուզում եմ, որ բոլորը ստանան առնվազն 50% ավելին, քան հիմա ստանում են։ Բողոքների երգչախումբ լսվեց, բայց Վարդանը բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրանց։ Այս ընկերությունը նախորդ տարի 120 միլիոն շահույթ է ունեցել։ 120 միլիոն։ Եվ դուք այստեղ բողոքում եք արդար աշխատավարձ վճարել այն մարդկանց, ովքեր այստեղը աշխատեցնում են։ Դուք ձեզ լսում եք։ Վարդան, դու խելագարվել ես, պայթեց Պավլիկը։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Անցյալ շաբաթ դու խոսում էիր կրթաթոշակների ծրագիր ստեղծելու մասին։ Հիմա ուզում ես համընդհանուր բարձրացումներ տալ։ Դու փողը քամուն ես տալիս։ Ոչ, Պավլիկ։ Կյանքումս առաջին անգամ ես ներդրում եմ անում մարդկանց մեջ։ Եվ եթե դու չես տեսնում տարբերությունը, գուցե պետք է վերանայես քո սեփական արժեքները։ Հանդիպումն ավարտվեց լարված մթնոլորտում։ Վարդանը գիտեր, որ թշնամիներ է ստեղծել իր իսկ ընկերության մեջ։ Բայց տարօրինակ կերպով դա նրան այնքան չէր անհանգստացնում, որքան պետք է։ Առաջին անգամ նա գործում էր սկզբունքներով, ոչ թե միայն շահույթով։ Եվ դա բերում էր մի թեթություն, որին նա չէր սպասում։ Այդ կեսօրին Վարդանը որոշեց այցելել այն հանրային գրադարանը, որտեղ սովորում էր Լիլիթը։ Նա ուզում էր ավելի լավ հասկանալ նրա աշխարհը, իր աչքերով տեսնել, թե ինչն էր սնում այդ գիտելիքի քաղցը։ Հայաստանի ազգային գրադարանը մարդաշատ էր, երբ նա հասավ։ Երեխաներ, դեռահասներ, մեծահասակներ, տարեցներ զբաղեցրել էին սեղաններն ու աթոռները, բոլորը խորասուզված գրքերի ուսման մեջ։ Վարդանը քայլեց միջանցքներով, դիտելով։ Պատին կար մի տախտակ անվճար դասերի, ընթերցանության խմբերի, գրական սեմինարների հայտարարություններով։ Կամավորներն առաջարկում էին իրենց ժամանակը լեզուներ, մաթեմատիկա, ինֆորմատիկա սովորեցնելու համար։ Հետնամասի սենյակներից մեկում Վարդանը գտավ չինարենի դասերից մեկը։ Ուսուցչուհին մի տարեց կին էր, սպիտակ մազերը հավաքած, բարակ շրջանակով ակնոցով։ Նա գրատախտակին չինական հիերոգլիֆներ էր գրում, բացատրելով դրանց իմաստը մոտ 15 հոգանոց մի խմբի համար։ Նրանց մեջ Վարդանը ճանաչեց Լիլիթին։ Նա կանգնեց դռան մոտ, դիտելով։ Աղջիկը լիովին կլանված էր, նրա աչքերը փայլում էին կենտրոնացումից։
Նա զգուշորեն նշումներ էր անում արդեն բավականին մաշված տետրում, տալով խելացի հարցեր, որոնք զարմացնում էին նույնիսկ ուսուցչուհուն։ Երբ դասն ավարտվեց, Վարդանը սպասեց դրսում։ Լիլիթը վերջիններից էր, որ դուրս եկավ, ոգորված զրուցելով ուսուցչուհու հետ որոշ հիերոգլիֆների կառուցվածքի մասին։ Երբ նա վերջապես շրջվեց, տեսավ Վարդանին, կտրուկ կանգ առավ։ «Պարոն Սարգսյան», ասաց նա, զարմացած, բայց ոչ վախեցած։ «Լիլիթ, կարող եմ քեզ հետ մի րոպե խոսել»։ Աղջիկը նայեց շուրջը, կարծես ելք փնտրելով, բայց հետո գլխով արեց։ Նրանք քայլեցին դեպի մոտակա նստարանը, նստեցին։ Երկար ժամանակ երկուսն էլ ոչինչ չէին ասում։ «Մայրիկդ պատմեց դասերի մասին», վերջապես սկսեց Վարդանը։ «Որ ամեն շաբաթ այստեղ ես գալիս»։ «Այո։ Տիկին Աննան շատ լավ ուսուցչուհի է։ Նա 20 տարի Չինաստանում է ապրել»։ «Ինչու՞ չինարեն։ Դա դժվար լեզու է»։ Լիլիթը թոթվեց ուսերը։ «Հենց դրա համար։ Ես սիրում եմ դժվարությունները»։ Եվ նա այն պատճառով նա տատանվեց, որովհետև եթե մի օր ուզենամ միջազգային ընկերություններում աշխատել, պետք է կարևոր լեզուներ իմանամ։ Չինարենն ապագան է։ Վարդանը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքում։ Այդ 12-ամյա աղջիկն ավելի շատ ապագայի տեսլական ուներ, քան իր շատ ղեկավարներ։ «Լիլիթ, ես ուզում էի ներողություն խնդրել։ Այն ամենի համար, ինչ ասացի քեզ մայրիկիդ։ Դա դաժան էր, անարդար։ Դուք արդեն ներողություն եք խնդրել մայրիկիցս։ Նա պատմեց ինձ։ Եվ առաջխաղացման մասին նույնպես»։ Լիլիթը նայեց ուղիղ նրա աչքերին։ «Ինչու եք դա անում»։ «Ի՞նչն անում»։ «Փոխվում։ Մարդիկ այդպես հենց այնպես չեն փոխվում։ Հատկապես ձեզ նման մարդիկ»։ «Ինձ նման մարդիկ»։ «Հարուստ մարդիկ։ Հզոր մարդիկ։ Մարդիկ, ովքեր սովոր են ամեն ինչ ունենալ այնպես, ինչպես իրենք են ուզում»։ Վարդանն առանց հումորի ծիծաղեց։ «Դու 12 տարեկան ես արդեն ավելի իմաստուն ես, քան ես երբեք կլինեմ։ Ես իմաստուն չեմ։ Պարզապես դիտում եմ մարդկանց։ Իսկ դուք հիմա ուրիշ եք թվում։ Շփոթված, գուցե։ Կարծես նոր բան եք բացահայտում։ Այդպես է։ Բացահայտում եմ, որ ամբողջ կյանքս բացարձակապես սխալ եմ ապրել։ Եվ դու էիր նա, ով ինձ դա ցույց տվեց»։ Լիլիթը մի պահ լռեց։ «Գիտեք, ինչն է ծիծաղելի։ Ես այնքան ժամանակ բարկացած եմ եղել ձեզ նման մարդկանց վրա։ Մարդկանց, ովքեր ամեն ինչ ունեն, ոչինչ չեն գնահատում։ Ովքեր նայում են ինձ ու մայրիկիս նման մարդկանց այնպես, կարծես մենք անտեսանելի լինենք։ Ես երդվել էի, որ երբեք այդպիսին չեմ լինի։ Եվ չես լինի։ Դու առանձնահատուկ ես, Լիլիթ։ Դու հազվագյուտ տաղանդ ունես, բացառիկ խելք։ Բայց ավելին, քան դա, դու կարեկցանք ունես։ Դու սիրտ ունես։ Դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած դիպլոմ կամ բանկային հաշիվ։ Բայց դրանով հաշիվները չես վճարի, ասաց Լիլիթը մի տխրությամբ, որը չպետք է լիներ 12-ամյա երեխայի մոտ։ Ոչ, չես վճարի։ Բայց պետք է վճարեիր։ Եվ գուցե, եթե ինձ նման մարդիկ փոխվեն, եթե ավելի շատ մարդիկ ճանաչեն իրերի իրական արժեքը, մի օր կվճարեն։ Վարդանը խորը շունչ քաշեց։ Լիլիթ, ես ուզում եմ մի բան անել։ Ուզում եմ կրթաթոշակների ծրագիր ստեղծել։ Քեզ նման երեխաների համար, ովքեր տաղանդ կամք ունեն, բայց չունեն միջոցներ։ Դու կօգնես ինձ այդ հարցում։ Լիլիթի աչքերը լայնացան։ Ես։ Ինչպես։ Ասելով ինձ, ինչի կարիք ունեք։ Ինչն է պակասում։ Ինչը փոփոխություն կբերեր քո քեզ նման մյուս երեխաների կյանքում։ Լիլիթը երկար ժամանակ լուռ մնաց, մտածելով։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լցված էր հույզերով։ Համակարգիչներ։ Տանը ինտերնետի հասանելիություն։ Նոր գրքեր։ Ուսուցիչներ, ովքեր հավատում են մեզ։ Սովորելու համար ապահով վայր։ Մենթորներ, ովքեր կարող են մեզ ուղղորդել։ Հույս, որ սովորելն իրոք ինչ-որ բան կփոխի։ Հույս, կրկնեց Վարդանը։ Դա է պակասում։ Շատերի համար, այո։ Ես հույս ունեմ, որովհետև մայրիկս միշտ հավատացել է ինձ։
Բայց ես այնքան խելացի, տաղանդավոր երեխաների եմ ճանաչում, ովքեր հանձնվել են, որովհետև ոչ ոք երբեք չի հավատացել նրանց։ Որովհետև բոլորը միայն աղքատությունն են տեսել, ոչ թե պոտենցիալը։ Վարդանը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Երբ էր նա վերջին անգամ լաց եղել։ Նա նույնիսկ չէր հիշում։ Ուրեմն եկեք նրանց հույս տանք։ Եկեք ստեղծենք մի ծրագիր, որն իրոք փոփոխություն կբերի։ Ոչ թե պարզապես թղթի վրա գեղեցիկ նախագծերի վրա ծախսված փող, այլ իրական, արդյունավետ մի բան, որը կփոխի կյանքեր։ Լիլիթը նայեց նրան հույսի կասկածամտության խառնուրդով։ Դուք իրոք դա անելու եք։ Չեք հանձնվելու, երբ դժվարանա։ Չեմ հանձնվելու։ Խոստանում եմ։ Հարուստ։ Մարդկանց խոստումները շատ բան չարժեն, ասաց նա, բայց նրա շուրթերին մի փոքրիկ ժպիտ հայտնվեց։ Ապա ինձ հնարավորություն տուր ապացուցելու, որ իմը արժե։ Հաջորդ շաբաթների ընթացքում Վարդանը խորասուզվեց նախագծի մեջ մի այնպիսի թափով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա կրթության ոլորտի մասնագետների թիմ վարձեց, այցելեց հանրակրթական դպրոցներ, զրուցեց ուսուցիչների, ծնողների, աշակերտների հետ։ Եվ ամենակարևորը, նա լսեց։ Նա բացահայտեց, որ հայկական կրթական համակարգը լի էր բացերով, որոնց մեջ աղքատ երեխաները հեշտությամբ ընկնում էին։ Բացահայտեց, որ տաղանդը կապ չուներ սոցիալական խավի հետ, բայց հնարավորությունը կապ ուներ ամեն ինչի հետ։ Բացահայտեց, որ այնտեղ հազարավոր Լիլիթներ կային, որոնք սպասում էին ընդամենը մի հնարավորության։ Ծրագիրն սկսեց ձևավորվել։ Այն կոչվում էր ապագայի կամուրջներ, առաջարկում էր ամբողջական կրթաթոշակներ, ներառյալ դպրոցական պարագաներ, համազգեստ, տրանսպորտ, սնունդ, հոգեբանական աջակցություն։ Բայց ավելին, քան դա, այն ստեղծում էր կամավոր մենթորների ցանց, տարբեր ոլորտներում հաջողակ մարդկանցից, ովքեր կպարտավորվեին ուղղորդել ոգեշնչել կրթաթոշակառուներին։ Վարդանը նա սկսեց հաճախել հանրային գրադարան, որպես կամավոր։ Սկզբում մարդիկ անվստահությամբ էին վերաբերվում։ Ինչ էր միլիարդատերն անում այնտեղ, կարիքավոր երեխաներին տարրական մաթեմատիկա սովորեցնելով։ Բայց աստիճանաբար նրանք տեսան, որ նա անկեղծ է։ Որ նա իրոք ուզում է օգնել։ Հենց այդ դասերից մեկի ժամանակ Վարդանը հանդիպեց Ահմեդին։ Նա մի խումբ երեխաների օգնում էր երկրաչափության խնդրի հարցում, երբ մոտ 40 տարեկան մի տղամարդ մոտեցավ։ Ներեցեք, պարոն։ Չկարողացա չնկատել ձեր բացատրությունը։ Շատ լավ է, շատ պարզ։ Տղամարդը թեթ արաբական շեշտադրություն ուներ, բարի աչքեր, ջերմ ժպիտ։ Շնորհակալություն։ Ես Վարդանն եմ։ Նա մեկնեց ձեռքը։ Ահմեդ։ Ահմեդ ալ-Ռաշիդ։ Ես այստեղ ուսուցիչ եմ։ Մաթեմատիկա, ֆիզիկա։ Դասից հետո նրանք մի քանի րոպե զրուցեցին, Վարդանը բացահայտեց Ահմեդի պատմությունը։ Նա Սիրիայում համալսարանի դասախոս էր եղել, քվանտային ֆիզիկա դասավանդելով երկրի լավագույն համալսարաններից մեկում։ Բայց երբ իր երկրում իրավիճակն անտանելի դարձավ, նա ստիպված եղավ փախչել ընտանիքի հետ։ Նա Հայաստան էր եկել որպես փախստական, առանց միլումայի, առանց հայերեն խոսելու, առանց որե հեռանկարի։ Եվ հիմա ես տարրական մաթեմատիկա եմ դասավանդում հանրային գրադարանում, ասաց Ահմեդը տխուր ժպիտով։ Իմ սիրիական դիպլոմն այստեղ չեն ճանաչում։ Տարիներ շատ փող կպահանջվեն վավերացման համար։ Այնպես որ աշխատում եմ որտեղ կարող եմ, օգնում եմ ում կարող եմ, փորձում եմ շատ չմտածել այն մասին, թե ինչ եմ կորցրել։ Բայց դուք շարունակում եք դասավանդել, նկատեց Վարդանը։ Նույնիսկ առանց վճարվելու, առանց ճանաչման։ Դասավանդելը փողի մասին չէ, պարոն Վարդան։ Դա գիտելիքը փոխանցելու մասին է։ Դա երեխայի աչքերում լույսը տեսնելու մասին է, երբ նա վերջապես ինչ-որ բան հասկանում է։ Դա գին չունի։ Վարդանը լռեց, մտովի մշակելով այդ խոսքերը։ Ահա մի մարդ, ով կորցրել էր ամեն ինչ, իր երկիրը, իր կարիերան, իր կարգավիճակը։ Եվ դեռ նպատակ էր գտնում անվճար սովորեցնել երեխաներին, ովքեր երբեք չէին կարողանա վճարել իր դասերի համար։ Ինչպիսի ուժ էր սա։ Ահմեդ, իսկ եթե ես կարողանայի օգնել։ Իմ ընկերությունը միջոցներ ունի։ Մենք կարող ենք հովանավորել ձեր վավերացումը, վճարել քննությունների, բյուրոկրատական գործընթացների համար։ Ահմեդը զարմանքով նայեց նրան։ Պարոն Վարդան, դա կլիներ չգիտեմ ինչ ասել։ Բայց ինչո՞ւ։ Դուք ինձ նույնիսկ չեք ճանաչում։
Որովհետ Հայաստանին ձեզ նման ուսուցիչներ են պետք։ Որովհետ այս երեխաներն արժանի են սովորել մեկից, ով իրոք սիրում է դասավանդել։ Եվ որովհետ Վարդանը կանգ առավ, հուզված, որովհետ ես սովորում եմ, որ իրական արժեքը մարդկանց մեջ է, ոչ թե իրերի։ Ահմեդը սրբեց դեմքով հոսող արցունքները։ Այդ դեպքում ես ընդունում եմ։ Ոչ թե ինձ համար, այլ այն երեխաների համար, որոնց կկարողանամ դասավանդել։ Շնորհակալություն, պարոն Վարդան։ Իմ սրտի խորքից շնորհակալություն։ Այդ գիշեր Վարդանը վերադարձավ իր առանձնատուն այն զգացումով, որ իրոք կարևոր մի բան է արել։ Նա միլիոնանոց գործարք չէր փակել կամ ավելացրել իր շահույթը։ Բայց նա փոխել էր մի կյանք։ Եվ գուցե Ահմեդի միջոցով կփոխեր հարյուրավոր ուրիշներին։ Բայց ամեն ինչ չէր, որ կատարյալ էր։ Վարդանի տրանսֆորմացիան ընկերությունում գնալով ավելի մեծ ալիքներ էր բարձրացնում։ Պավլիկ Մնացականյանը մյուս ղեկավարները սկսեցին աշխատել նրա դեմ, լուրեր տարածելով, թե Վարդանը նյարդային նոպա է ունենում, որ նա էմոցիոնալ անդրամաբանական որոշումներ է կայացնում, որոնք ի վերջո կկործանեն ընկերությունը։ Որոշ բաժնետերեր սկսեցին հարցականի տակ դնել նրա առաջնորդությունը։ Տեղի ունեցավ մի լարված հանդիպում, որտեղ Վարդանը ստիպված եղավ պաշտպանել վերջին շաբաթների ընթացքում կայացրած յուրաքանչյուր որոշումը։ Թվերը, փաստարկում էր նա, դեռ գերազանց էին։ Ընկերությունը շարունակում էր շահութաբեր լինել։ Բայց հիմա այն նա էթիկական էր։ Էթիկան շահաբաժիններ չի վճարում, ասաց Պավլիկը հատկապես թեժ քննարկման ժամանակ։ Էթիկան շուկա չի նվաճում։ Էթիկան տարածաշրջանային ընկերությունը չի վերածում գլոբալ կայսրության։ Գուցե ոչ, պատասխանեց Վարդանը, հոգնած պայքարից։ Բայց էթիկան թույլ է տալիս ինձ գիշերը քնել։ Էթիկան ստիպում է, որ ես զզվանք չզգամ, երբ նայում եմ հայելուն։ Եվ եթե դա ձեզ համար ոչինչ չի նշանակում, գուցե դուք եք, որ պետք է վերանայեք ձեր առաջնահերթությունները։ Հանդիպումն ավարտվեց առանց հստակ լուծման, բայց Վարդանը գիտեր, որ ինքը խաչմերուկում է։ Նա կարող է շարունակել փոխվել, դառնալով ավելի լավ մարդ, բայց հավանաբար կկորցներ աջակցությունը ընկերության ներսում։ Կամ կարող էր վերադառնալ այն մարդուն, որը կար նախկինում, ապահովելով իր դիրքը, բայց կորցնելով իր հոգին այդ ընթացքում։ Այդ գիշեր նա զանգեց Կարինեին։ Կարինե, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե, պարոն Վարդան։ Ինչպես եք դուք դա անում։ Ինչպես եք շարունակում հավատալ մարդկանց բարությանը այն ամենից հետո, ինչի միջով անցել եք։ Այն բանից հետո, թե ինչպես են ձեզ վերաբերվել ինձ նման մարդիկ։ Գծի մյուս ծայրում լռություն տիրեց։ Հետո Կարինեն պատասխանեց, ձայնը մեղմ էր, բայց հաստատակամ։ Որովհետ այլընտրանքը հանձնվելն է։ Եվ եթե ես հանձնվեմ, նրանք կհաղթեն։ Վատ մարդիկ, դաժան մարդիկ, նրանք կհաղթեն։ Այնպես որ ես ընտրում եմ հավատալ։ Ընտրում եմ շարունակել պայքարել։ Ոչ թե ինձ համար, այլ երեխաներիս համար։ Այն հնարավորության համար, որ նրանց աշխարհը մի քիչ ավելի լավը լինի, քան իմը։ Իսկ եթե աշխարհը չփոխվի։ Իսկ եթե այն ամենը, ինչ մենք անում ենք, ոչ մի տարբերություն չտա։ Բայց տալիս է, պարոն Վարդան։ Նայեք ինձ։ Իմ կյանքը լիովին փոխվել է ձեր շնորհիվ։ Եվ միայն ես չեմ։ Ահմեդն է, ով հիմա հույս ունի նորից դասավանդել։ Լիլիթն է, ով հիմա հավատում է, որ իր երազանքները հնարավոր են։ Կրթաթոշակների ծրագրի յուրաքանչյուր երեխան է, ով հնարավորություն է ունենալու, որը երբեք չէր ունենա։ Ինչպես կարող եք ասել, որ դա տարբերություն չի տալիս։ Վարդանը զգաց, թե ինչպես են արցունքներն ազատորեն հոսում իր դեմքով։ Շնորհակալություն, Կարինե։ Շնորհակալություն, որ ինձնից չհանձնվեցիք։ Դուք ինքներդ ձեզնից չհանձնվեցիք, պարոն Վարդան։ Ձեզ պարզապես մեկն էր պետք, որ հիշեցներ, որ ձեր ներսում դեռ բարություն կա։ Անջատելուց հետո Վարդանը նստած մնաց իր հյուրասենյակի մթության մեջ, նայելով քաղաքի լույսերին։ Նա այնքան ժամանակ էր անցկացրել իր շուրջը պատեր կառուցելով, պաշտպանվելով ցանկացած էմոցիայից, ցանկացած անկեղծ մարդկային կապից։ Բայց հիմա այդ պատերը փլվում էին։ Եվ այո, դա ցավոտ էր։ Ցավոտ էր նորից զգալը, ցավոտ էր մտահոգվելը, ցավոտ էր տեսնել իր շուրջը գտնվող տառապանքը, որը նախկինում այդքան հեշտությամբ անտեսում էր։ Բայց դա նա ազատագրող էր։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Վարդանն իրեն իրոք կենդանի էր զգում։
Ոչ թե պարզապես գոյություն ունենալով, ոչ թե պարզապես հարստություն իշխանություն կուտակելով, այլ իսկապես կենդանի։ Կապված ուրիշ մարդկանց հետ, մի նպատակի հետ, որն ավելի մեծ էր, քան ինքը։ Նա մտածեց Լիլիթի մասին, ով սովորում էր գրադարանում, նույնիսկ հոգնած լինելով։ Մտածեց Կարինեի մասին, ով աշխատում էր 12 ժամ դեռ ուժ էր գտնում սիրող մայր լինելու համար։ Մտածեց Ահմեդի մասին, ով անվճար դասավանդում էր, նույնիսկ ամեն ինչ կորցրած լինելով։ Այդ մարդիկ ունեին մի բան, որն իր ամբողջ փողը երբեք չէր կարող գնել։ Նրանք նպատակ ունեին։ Նրանք սեր ունեին։ Նրանք հույս ունեին։ Եվ հիմա, վերջապես, Վարդանը նույնպես ուներ։ Հաջորդ օրը նա արթնացավ նորոգված վճռականությամբ։ Կարևոր չէր, թե ինչ էին մտածում Պավլիկը կամ մյուս ղեկավարները։ Կարևոր չէր, թե արդյոք նա կկորցներ աջակցություն կամ իշխանություն։ Նա շարունակելու էր փոխվել։ Շարունակելու էր աճել։ Դառնալու էր այն մարդը, որի պոտենցիալը Լիլիթը տեսել էր։ Նա գրասենյակ եկավ շուտ իրեն սպասող մի անակնկալ գտավ։ Իր սենյակի դռան մոտ մի փոքրիկ ծաղկաման կար, ծաղիկներով մի բացիկով։ Նա ճանաչեց Լիլիթի խնամքով գրված ձեռագիրը։ Պարոն Վարդան, մայրիկս ասում է, որ դուք փոխում եք աշխարհը։ Ես դեռ չգիտեմ, արդյոք լիովին հավատում եմ դրան։ Բայց ուզում եմ հավատալ։ Շարունակեք փորձել։ Սիրով, Լիլիթ։ Վարդանը բացիկը սեղմեց կրծքին, հուզված։ 12-ամյա աղջկա այդ պարզ խոսքերն իր համար ավելին էին նշանակում, քան ցանկացած տարվա գործարար մրցանակ, որ երբեք ստացել էր։ Որովհետև դրանք գալիս էին ճշմարտության, անկեղծ հույսի տեղից։ Նա մտավ իր գրասենյակ, նայեց շուրջը։ Մարմարե պատերը, թանկարժեք արվեստի գործերը, տպավորիչ տեսարանը։ Այդ ամենը դեռ այնտեղ էր։ Բայց հիմա այն այլ էր թվում։ Դա այլս իր էգոյի հուշարձանը չէր։ Դա պարզապես տարածք էր։ Մի տարածք, որը նա կարող էր օգտագործել բարիք գործելու համար։ Վարդանը նստեց իր սեղանի մոտ, բացեց համակարգիչը։ Նա շատ աշխատանք ուներ անելու։ Կրթաթոշակների ծրագիրը պետք է թողարկվեր։ Ահմեդին աջակցություն էր պետք վավերացման համար։ Կային ուրիշ մարդիկ, որոնք սպասում էին օգնության, ուրիշ կյանքեր, որոնք կարող էին փոխվել։ Եվ Վարդան Սարգսյանը իր կյանքում առաջին անգամ պատրաստ էր լինել ավելին, քան պարզապես հարուստ մարդ։ Նա պատրաստ էր լինել լավ մարդ։ Պակասում էր միայն մեկ վերջին փորձություն։ Մի վերջին մարտահրավեր, որը կորոշեր, արդյոք այդ փոփոխությունն իրական էր, թե պարզապես անցողիկ փուլ։ Եվ այդ փորձությունը գալիս էր ավելի արագ, քան նա պատկերացնում էր։ Այն փորձությունը, որին Վարդանը չէր սպասում, եկավ մայիսյան մի առավոտ, երբ Երանի երկինքն առանձնահատուկ կապույտ էր, այն հազվագյուտ կապույտից, որը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ օրեր տաց անձրները լվանում են օդի աղտոտվածությունը։ Նա իր գրասենյակում էր, վերանայելով կրթաթոշակների ծրագրի վերջին մանրամասները, որը պաշտոնապես պետք է թողարկվեր հաջորդ շաբաթ, երբ Մարիամը շտապ ներս մտավ, դեմքը գունատ։ Պարոն Սարգսյան, իրավիճակ ունենք։ Պավլիկ Մնացականյանը խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Հենց հիմա։ Վարդանը ստամոքսում մի սեղմում զգաց։ Նա իրավասություն չունի խորհուրդ հրավիրելու առանց իմ համաձայնության։ Նա հավաքել է հիմնական բաժնետերերի 60%-ի ստորագրությունները։ Պարոն, կարծում եմ, սա հեղաշրջում է։ Նրանք ուզում են ձեզ հեռացնել նախագահի պաշտոնից։ Աշխարհը մի պահ կարծես կանգ առավ։ Վարդանը նայեց պատուհանից այն քաղաքին, որը նվաճել էր, այն կայսրությանը, որը կառուցել էր։ Այսօր ամեն ինչ կարող էր ավարտվել։ Ամեն ինչ կարող էր խլվել իրենից։ Եվ հարցն այն էր, արդյոք դա դեռ կարող էր։ Որտեղ է նիստը։ Գլխավոր կոնֆերանս դահլիճում։ Նրանք սպասում են։ Վարդանը վեր կացավ, ուղեց փողկապը, խորը շունչ քաշեց։ Ուրեմն եկեք սա վերջացնենք։ Կոնֆերանս դահլիճը լեփ-լեցուն էր, երբ նա հասավ։ Խորհրդի բոլոր անդամները ներկա էին, ինչպես նա Պավլիկը, այլ կարևոր ղեկավարներ։ Արտահայտությունները տատանվում էին շփոթվածությունից մինչ բացահայտ թշնամանք։ Սեղանի կենտրոնում Պավլիկն ինքնավստահ տեսք ուներ, հաղթանակի մի փոքրիկ ժպիտ արդեն նկատվում էր նրա շուրթերին։ Վարդան, շնորհակալություն ներկայանալու համար, ասաց Պավլիկը կեղծ քաղաքավարությամբ։ Խնդրում եմ, նստիր։ Նախընտրում եմ կանգնած մնալ։ Ասեք, ինչ ունեք ասելու։
Պավլիկը հայացքներ փոխանակեց խորհրդի մյուս անդամների հետ։ Շատ լավ։ Անցնենք բուն նյութին։ Վերջին շաբաթների ընթացքում քո որոշումները խորապես մտահոգել են այս ընկերության բաժնետերերին։ Աշխատավարձերի չափազանց բարձրացումներ, թանկարժեք սոցիալական ծրագրեր, նվիրատվություններ կասկածելի նպատակների համար։ Այդ ամենը առանց խորհրդի հետ պատշաճ խորհրդակցության։ Այն ամենը, ինչ ես արել եմ, չի խախտում ընկերության կանոնադրությունը։ Եվ թվերը շարունակում են գերազանց մնալ։ Առայժմ միջամտեց տիկին Սիլվա Գրիգորյանը, հիմնական բաժնետերերից մեկը, 60 տարեկան մի կին, անթերի սպիտակ մազերով։ Բայց քո գործողությունները վտանգավոր շեղում են ցույց տալիս։ Սա տեխնոլոգիական ընկերություն է, ոչ թե հասարակական կազմակերպություն։ Իսկ այն չի։ Կարող երկուսն էլ լինել, հարցրեց Վարդանը, ձայնը հանգիստ էր, բայց հաստատակամ։ Ոչ այն ժամանակ, երբ մեկը վնասում է մյուսին, պատասխանեց Պավլիկը։ Վարդան, դու նյարդային նոպա ես ունենում։ Դա բոլորիս համար ակնհայտ է։ Այս հանկարծակի տրանսֆորմացիան, այս էմոցիոնալ որոշումները, այդ ամենը ցույց է տալիս, որ դու այլս ի վիճակի չես ղեկավարել այս ընկերությունը։ Նյարդային նոպա, կրկնեց Վարդանը, դառը ժպիտը շուրթերին։ Այդպես եք դուք անվանում այն, երբ մեկի մոտ խիղճ է արթնանում։ Մենք դա այդպես ենք անվանում, երբ մեկն սկսում է փողերը քամուն տալ սենտիմենտալ նախագծերի վրա, անտեսելով բաժնետերերի շահերը, հակադարձեց Պավլիկը։ Դու մաքրուհուն առաջ քաշեցիր ղեկավար պաշտոնի, առանց համապատասխան որակավորման։ Վճարում ես փախստականի դիպլոմի վավերացման համար։ Ստեղծել ես կրթաթոշակների ծրագիր, որը միլիոններ է արժենալու, առանց երաշխավորված ֆինանսական հետվերադարձի։ Եվ ինչու՞։ Որովհետև 12-ամյա երեխան մի քանի սիրուն բառեր է ասել։ Դահլիճում լռություն տիրեց։ Վարդանը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում, բայց ստիպեց իրեն հանգիստ մնալ։ Դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Այո, դա 12-ամյա աղջիկ էր, ով ստիպեց ինձ արթնանալ։ Մի աղջիկ, ով, չնայած աղքատության մեջ ծնված լինելուն, ավելի շատ իմաստնություն մարդկայնություն ունի, քան մենք բոլորս միասին վերցրած։ Նա ստիպեց ինձ տեսնել, որ ես 51 տարի անցկացրել եմ հարստություն կուտակելով իմ հոգին կորցնելով այդ ընթացքում։ Ինչպիսի դրամատիզմ, հեգնեց Պավլիկը։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ դու այլս չես գործում ի շահ ընկերության։ Իսկ ո՞րն է ընկերության շահը, կոնկրետ։ Շահույթը։ Միայն շահույթը։ Առանց հաշվի առնելու, թե ում ենք տրորում ճանապարհին։ Այո, Պավլիկը հարվածեց սեղանին։ Հենց դա է։ Դա է բիզնես աշխարհի իրականությունը, Վարդան։ Դու ինքդ ես ինձ դա սովորեցրել։ Հիշում ես։ 10 տարի առաջ, երբ ես նոր էի սկսում այստեղ, դու ինձ ասացիր, որ բիզնեսում տեղ չկա սենտիմենտալության համար։ Որ կամ դու գիշատիչ ես, կամ զոհ։ Որ կարեկցանքը թուլություն է։ Ո՞ր է այդ մարդը։ Այդ մարդը մեռել է, ասաց Վարդանը պարզապես։ Եվ ես նրան չեմ խղճում։ Դե, մենք նրան խղճում ենք, ասաց տիկին Սիլվան։ Որովհետև այդ մարդը կայսրություն կառուցեց։ Իսկ այս նոր Վարդանը պատրաստվում է այն քանդել։ Առաջարկում եմ քվեարկություն, պաշտոնապես հայտարարեց Պավլիկը։ Վարդան Սարգսյանին գործադիր նախագահի պաշտոնից հեռացնելու մասին, իր պարտականությունները պատշաճ կերպով կատարելու անկարողության ընկերության ու բաժնետերերի շահերի դեմ գործելու պատճառով։ Վարդանը նայեց սեղանի շուրջը։ Որոշ խորհրդատուներ խուսափում էին նրա հայացքից, ակնհայտորեն անհարմար զգալով։ Ուրիշները նայում էին նրան բացահայտ թշնամանքով։ Նա կարող էր պայքարել։ Կարող էր օգտագործել իր բոլոր միջոցները, իր ազդեցությունը, իր կապերը, պաշտոնը պահպանելու համար։ Բայց ինչի՞ համար։ Շարունակելու մի վայրում, որտեղ իր նոր տեսլականը ողջունելի չէր։ Նախքան քվեարկելը, ասաց Վարդանը, ձայն արձագանքեց դահլիճում, թույլ տվեք մի պատմություն պատմել։ Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Լիլիթ անունով մի աղջկա։ Նա 12 տարեկան է, ապրում է Շենգավիթի աղքատ թաղամասերից մեկում, նրա ամենամեծ երազանքն է տանը համակարգիչ ունենալ, որպեսզի կարողանա գիշերները սովորել։ Նա ինքնուրույն 3 լեզու է սովորում, դպրոցում գերազանց է սովորում, դեռ ժամանակ է գտնում թաղի մյուս երեխաներին տնայինների հարցում օգնելու համար։ Վարդան, սա կապ չունի, սկսեց Պավլիկը։ Թույլ տվեք ավարտեմ։
Վարդանի ձայնը որոտաց, Պավլիկը նահանջեց։ Այդ աղջիկն ինձ մի բան ասաց, որը չեմ կարողանում հանել մտքից։ Նա ասաց, որ ոչ ոք չի կարող իր մայրը լինել, բացի իր մորից։ Եվ որ դա ավելի թանկ է, քան աշխարհի ամբողջ փողը։ Դուք կարողանում եք հասկանալ, ինչ է դա նշանակում։ Լռություն։ Դա նշանակում է, որ կան բաներ, որոնք գին չունեն։ Որ իրական արժեքը բանկային հաշիվների կամ եռամսյակային հաշվետվությունների մեջ չէ։ Այն մարդկային կապերի մեջ է։ Այն կյանքերի մեջ է, որոնց մենք դիպչում ենք։ Այն փոփոխության մեջ է, որը մենք բերում ենք։ Եվ ես 51 տարի անցկացրել եմ առանց դա հասկանալու։ Վարդանը քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Ես կառուցեցի այս կայսրությունը, այո։ Բայց ինչի՞ համար։ Որ միայնակ մեռնեմ մի առանձնատան մեջ, լի թանկարժեք իրերով, բայց դատարկ իմաստով։ Որ ինձ հիշեն որպես գերեզմանատան ամենահարուստ մարդ։ Ինչպիսի՞ ժառանգություն է սա։ Հաջողության ժառանգություն, պնդեց Պավլիկը։ Անհնարինը նվաճելու ժառանգություն։ Ոչ, Պավլիկ։ Դա դատարկության ժառանգություն է։ Կորսված հնարավորությունների։ Կորսված մարդկայնության։ Վարդանը շրջվեց, դեմ առ դեմ նայելով խորհրդին։ Դուք ուզում եք ինձ հեռացնել։ Շատ լավ։ Քվեարկեք։ Բայց իմացեք, որ դուք ընտրում եք շահույթը մարդկանց փոխարեն։ Դուք ընտրում եք հեշտ ճանապարհը ճիշտ ճանապարհի փոխարեն։ Եվ դուք ստիպված կլինեք ապրել այդ ընտրության հետ ձեր կյանքի մնացած մասում։ Այդ ամենը շատ սիրուն է, ասաց տիկին Սիլվան, բայց նրա ձայնն այլս այնքան վստահ չէր։ Բայց ինչ կլինի մեր պատասխանատվության հետ։ Մեր ներդրումների հետ։ Ձեր ներդրումները շարունակում են ապահով լինել։ Շահույթը շարունակում է գերազանց մնալ։ Միակ բանը, որ փոխվել է, այն է, որ հիմա այս ընկերությունը խիղճ ունի։ Սոցիալական պատասխանատվություն ունի։ Նպատակ ունի, բացի արդեն հարուստներին ավելի հարստացնելուց։ Վարդանը դադար տվեց։ Բայց եթե դա ձեզ համար բավարար չէ, ապա ես իրոք այստեղ տեղ չունեմ։ Կոնֆերանս դահլիճի դուռը կտրուկ բացվեց։ Բոլորը շրջվեցին, զարմացած։ Մարիամն այնտեղ էր, իսկ նրա հետում ի զարմանս Վարդանի, Կարինեն էր, Լիլիթը, Ահմեդը այլ աշխատակիցներ, որոնց նա օգնել էր վերջին շաբաթների ընթացքում։ Ավելի քան 20 հոգի հավաքվել էին մուտքի մոտ։ Ներեցեք ընդհատելու համար, ասաց Մարիամը, ձայնը դողում էր, բայց հաստատակամ էր։ Բայց մենք կարծում էինք, որ դուք պետք է սա լսեք։ Սա փակ հանդիպում է, բողոքեց Պավլիկը։ Պահակներ, հեռացրեք այս մարդկանց։ Ոչ, ասաց Վարդանը, ձայնը հաստատակամ էր։ Թողեք նրանք մտնեն։ Նրանք այստեղ լինելու ավելի շատ իրավունք ունեն, քան մեզնից որևէ մեկը։ Կարինեն մի քայլ առաջ արեց, ակնհայտորեն նյարդային, բայց քաջաբար։ Պարոնայք, տիկնայք, ես չգիտեմ ձեզ նման գեղեցիկ խոսել։ Համալսարանական դիպլոմ չունեմ։ Բայց ես գիտեմ, ինչ է նշանակում ազնվորեն աշխատել անտեսանելի լինել։ Մինչ պարոն Վարդանը փոխվեց։ Սա ոչ մի կապ չունի, սկսեց Պավլիկը, բայց տիկին Սիլվան նրան ընդհատեց։ Թողեք նա խոսի։ Կարինեն խորը շունչ քաշեց։ 7 տարի է, այստեղ եմ աշխատում։ Այդ ընթացքում տեսել եմ մարդկանց, ում էլեկտրոնային նամակով են աշխատանքից հանել։ Տեսել եմ մարդկանց, ովքեր լաց են եղել զուգարաններում, որովհետև չէին կարողանում հաշիվները վճարել իրենց ստացած աշխատավարձով։ Տեսել եմ այդքան դաժանություն, քողարկված արդյունավետությամբ։ Եվ ես ընդունում էի դա, որովհետև ինձ աշխատանք էր պետք։ Բայց պարոն Վարդանը փոխեց այդ ամենը։ Ոչ միայն ինձ համար, այլ տասնյակ աշխատակիցների համար։ Նա փորձում է ճիշտն անել։ Եվ դուք ուզում եք նրան պատժել դրա համար։ Լիլիթն առաջ եկավ, կանգնելով մոր կողքին։ Նա նայեց ուղիղ խորհրդի անդամներին, նրա աչքերը երիտասարդ էին, բայց վճռական։ Մայրիկս ինձ սովորեցրել է, որ բնավորությունն այն է, ինչ դու անում ես, երբ ոչ ոք քեզ չի նայում։ Պարոն Վարդանը կարող էր շարունակել լինել այնպիսին, ինչպիսին կար։ Ոչ ոք նրան չէր ստիպում փոխվել։ Բայց նա ընտրեց։ Ընտրեց լինել ավելի լավը։ Ընտրեց օգտագործել իր իշխանությունը օգնելու համար, ոչ թե ցավեցնելու։ Եվ դա, պարոնայք տիկնայք, դա է իրական առաջնորդությունը։ Ահմեդը մի քայլ առաջ արեց։
Սիրիայում ես համալսարանի դասախոս էի։ Դասավանդում էի իմ երկրի լավագույն ամենախելացի ուսանողներին։ Ես կորցրեցի ամեն ինչ, երբ ստիպված եղա փախչել։ Եկա այստեղ առանց ոչնչի, առանց հույսի։ Բայց պարոն Վարդանն ինձ վերադարձրեց իմ արժանապատվությունը։ Ինձ հնարավորություն տվեց նորից ուսուցիչ լինել։ Ձեզնից քանիսն են երբեք նման բան արել որևէ մեկի համար։ Մեկ առ մեկ մյուս աշխատակիցները նույնպես խոսեցին։ Փոխված կյանքերի պատմություններ, աղքատությունից փրկված ընտանիքներ, երազանքներ, որոնք հնարավոր դարձան։ Եվ մինչ նրանք խոսում էին, Վարդանը տեսնում էր, թե ինչպես են փոխվում արտահայտությունները սեղանի շուրջ։ Որոշ խորհրդականներ ամաչած տեսք ունեին։ Ուրիշները՝ հուզված։ Բայց ոչ բոլորը։ Պավլիկը վեր կացավ, զայրույթից կարմրած։ Սա ծիծաղելի է։ Սա էմոցիոնալ մանիպուլյացիա է։ Մենք ընկերություն ունենք կառավարելու, ոչ թե բարեգործական հաստատություն։ Իսկ եթե մենք կարողանայինք երկուսն էլ լինել։ Ձայնը եկավ պարոն Ալբերտ Մելքոնյանից, խորհրդի ամենատարեց անդամներից մեկից, 70-ամյա մի մարդուց, ով հազվադեպ էր խոսում նիստերի ժամանակ։ Բոլորը շրջվեցին նրան նայելու։ Պավլիկ, ես հիմնադրել եմ այս ընկերությունը Վարդանի հետ միասին 25 տարի առաջ։ Եվ ես քեզ մի գաղտնիք կասեմ, դա փողի համար չէր։ Ալբերտ, ասաց Վարդանը, զարմացած։ Դա նորարարության համար էր։ Տեխնոլոգիայի միջոցով աշխարհը փոխելու հնարավորության համար։ Բայց ճանապարհին ինչ-որ տեղ մենք կորցրեցինք դա։ Մենք դարձանք պարզապես մի ընկերություն, տարված շահույթով։ Պարոն Ալբերտը վեր կացավ, հենվելով իր ձեռնափայտին։ Վարդան, դու մեզ հիշեցնում ես, թե ինչու մենք սկսեցինք այս ամենը։ Դու մեզ հիշեցնում ես, որ ընկերությունները կազմված են մարդկանցից։ Եվ որ մեր հաջողությունը պետք է օգուտ տա բոլորին, ոչ միայն բաժնետերերին։ Ալբերտ, ամենայն հարգանքով, սկսեց Պավլիկը, բայց ծերունին նրան ընդհատեց շարժումով։ Ես արդեն որոշում եմ կայացրել։ Քվեարկում եմ Վարդանի հեռացման դեմ։ Եվ ավելին, առաջարկում եմ կրկնապատկել կրթաթոշակների ծրագրի բյուջեն։ Ես անձամբ 5 միլիոն դրամ կնվիրաբերեմ դրա համար։ Դահլիճը պայթեց շշուկներից։ Պավլիկն ապշած տեսք ուներ։ Մյուս խորհրդականները սկսեցին միաժամանակ խոսել։ Տիկին Սիլվան բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Նա երկար նայեց Վարդանին, հետո դռան մոտ կանգնած մարդկանց։ Վերջապես հառաչեց. Ես 3 թոռ ունեմ։ Եվ երբեմն ինքս ինձ հարցնում եմ, ինչպիսի աշխարհ ենք թողնում նրանց համար։ Մի աշխարհ, որտեղ միայն շահույթն է կարևոր։ Որտեղ մարդիկ պարզապես փոխարինելի ռեսուրսներ են։ Նա թափ տվեց գլուխը։ Քվեարկում եմ հեռացման դեմ։ Վարդանը մնում է։ Մեկ առ մեկ մյուս խորհրդականները քվեարկեցին։ Ոմանք Վարդանի օգտին, ուրիշները դեմ։ Երբ քվեարկությունն ավարտվեց, արդյունքն ակնհայտ էր, Վարդանը հաղթել էր։ Ոչ մեծ տարբերությամբ, բայց բավարար էր։ Պավլիկը կատաղությունից գունատվել էր։ Սա սխալ է։ Դուք բոլորդ փոշմանելու եք։ Նա վերցրեց իր իրերը դուրս եկավ դահլիճից, դուռը թխկոցով փակելով։ Այն բանից հետո, երբ դահլիճը դատարկվեց, Վարդանը մենակ մնաց պարոն Ալբերտի հետ։ Շնորհակալություն, ասաց նա պարզապես։ Ինձ մի շնորհակալություն հայտնիր։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչու ես սկսեցի այս ամենը։ Երբեմն մեզ պետք է մեկը, ով ցույց կտա, որ մենք կորցրել ենք ճանապարհը։ Ծերունին ժպտաց։ Այն աղջիկը, Լիլիթը։ Նա առանձնահատուկ է։ Այո, նա այդպիսին է։ Գիտես, ինչն է ամենազարմանալին։ Նա քեզ մարտահրավեր նետեց։ 12-ամյա երեխան մարտահրավեր նետեց Հայաստանի ամենահզոր մարդկանցից մեկին։ Եվ դու նրան ճնշելու փոխարեն լսեցիր։ Դա է, Վարդան, դա է իրական ուժը։ Այդ գիշեր Վարդանը փոքրիկ ընթրիք կազմակերպեց իր առանձնատանը։ Ոչ թե այնպիսի պաշտոնական ընթրիք, որ սովորաբար տալիս էր, թանկարժեք ուտեստներով բիզնեսի մասին դատարկ խոսակցություններով, այլ պարզ, մտերմիկ մի բան։ Նա հրավիրեց Կարինեին նրա երեխաներին, Ահմեդին նրա ընտանիքին, պարոն Ալբերտին, Մարիամին մի քանի այլ աշխատակիցների, ում կյանքի վրա ազդել էին իր փոփոխությունները։
Առանձնատունը, որը միշտ եղել էր իր միայնության գոռոզության խորհրդանիշը, հիմա լի էր կյանքով, ծիծաղով, անկեղծ զրույցներով։ Երեխաները վազվզում էին հյուրասենյակում, որը միշտ եղել էր անձեռնխելիորեն կատարյալ։ Տնական ուտելիքը տեղ էր գտել դիզայներական կահույքի կողքին։ Եվ Վարդանը այդ ամենի կենտրոնում իրեն ավելի երջանիկ էր զգում, քան երբեք զգացել էր դատարկ շքեղությամբ շրջապատված լինելիս։ Լիլիթը մոտեցավ նրան մի հանգիստ պահի, երբ մյուսները ոգորված զրուցում էին։ «Պարոն Վարդան, կարող եմ մի բան հարցնել»։ «Իհարկե, Լիլիթ։ Երբ մենք առաջին անգամ խոսեցինք, դուք բարկացած էիք»։ «Իսկական բարկություն»։ «Ինչո՞վ»։ Վարդանը մի պահ մտածեց։ «Կարծում եմ, որովհետև դու դիպար մի բանի, որը ես շատ խորն էի թաղել։ Իմ մի մասին, որը դեռ հիշում էր, թե ինչպես է պետք մտահոգվել ուրիշների համար։ Ինչպես է պետք կարեկցել։ Եվ դա ինձ վախեցրեց։ Իսկ հիմա։ Էլի վախենում եք։ Այո։ Բայց դա այլ վախ է։ Դա զգալու վախը չէ։ Դա նորից այն մարդուն դառնալու վախն է, որը ես կայի նախկինում»։ Նա նայեց աղջկան։ «Լիլիթ, դու փոխեցիր իմ կյանքը։ Դու դա գիտես»։ Նա թոթվեց ուսերը, երեխային բնորոշ ծով։ «Ես պարզապես ճշմարտությունն ասացի։ Դուք էիք նա, ով որոշեց լսել։ Ոչ բոլորը կլսեին։ Գիտեմ։ Դրա համար դուք առանձնահատուկ եք»։ Նա ժպտաց։ «Գիտեք, մայրիկս ինչ ասաց։ Որ մարդիկ մեկ օրում չեն փոխվում։ Բայց երբ իրոք փոխվում են, երբ իրոք որոշում են ավելի լավը լինել, ոչինչ չի կարող նրանց կանգնեցնել։ Մայրիկը շատ իմաստուն է։ Նա իմ ճանաչած ամենաուժեղ մարդն է»։ Լիլիթը նայեց Կարինեին, ով ծիծաղում էր Ահմեդի ասած ինչ-որ բանի վրա։ Նա երբեք չհանձնվեց։ Նույնիսկ ամենավատ պահերին։ Եվ հիմա, ձեր շնորհիվ, նա վերջապես կարող է շնչել։ Կարող է երազել։ Մենք կարող ենք երազել։ Վարդանը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Իսկ որոնք են քո երազանքները, Լիլիթ։ Սովորել։ Ճանաչել աշխարհը։ Սովորել ամեն ինչ, ինչ կարող եմ։ Եվ մի օր, երբ մեծանամ, անել այն, ինչ դուք եք անում։ Օգնել ինձ նման մյուս երեխաներին։ Հույս տալ նրանց, ովքեր չունեն։ Դու կհասնես դրան։ Համոզված եմ։ Գիտեմ։ Բայց ես չեմ մոռանա, որտեղից եմ եկել։ Ոչ էլ նրանց, ովքեր ինձ օգնել են։ Նա նայեց նրան իր այդ խելացի խորը աչքերով։ Շնորհակալություն, պարոն Վարդան։ Լսելու համար։ Փոխվելու համար։ Ցույց տալու համար, որ հնարավոր է հարուստ լինել դեռ սիրտ ունենալ։ Այն բանից հետո, երբ բոլորը գնացին, Վարդանը նորից մենակ մնաց իր առանձնատանը։ Բայց հիմա լռությունն այլ էր։ Այն ճնշող կամ դատարկ չէր։ Այն խաղաղ էր։ Նա քայլեց դեպի պատշգամբը, նայեց Երանին, քաղաքին, որը քնած էր երազում էր իր տակ։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին շաբաթներին։ Թե ինչպես աղջկա հետ ունեցած պարզ խոսակցությունը լիակատար տրանսֆորմացիա էր առաջացրել իր կյանքում։ Թե ինչպես էր այսօր քիչ մնում կորցնել ամեն ինչ, բայց վերջում ձեռք էր բերել շատ ավելի արժեքավոր մի բան։ Նրա հեռախոսը զնգաց։ Ահմեդի հաղորդագրությունն էր։ Պարոն Վարդան, նոր ստացա հաստատումը։ Դիպլոմս վավերացված է։ Հաջորդ կիսամյակից սկսում եմ դասավանդել համալսարանում։ Բառեր չունեմ շնորհակալություն հայտնելու համար։ Վարդանը ժպտաց պատասխան գրեց։ Երախտագիտությունն իմն է, Ահմեդ։ Ինձ ցույց տալու համար, որ դասավանդելը սիրո դրսորում է։ Մեկ այլ հաղորդագրություն, այս անգամ պարոն Ալբերտից։ Վարդան, մտածում էի։ Ինչ կասես, եթե կրթաթոշակների ծրագիրն ընդլայնենք նա այլ քաղաքներում։ Կապեր ունեմ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ Մենք կարող ենք իրոք ազգային մակարդակով փոփոխություն բերել։ Վաղը կխոսենք։ Շատ հավանեցի գաղափարը։ Եվ հետո, մի վերջին հաղորդագրություն։ Լիլիթից։ Պարոն Վարդան, մայրիկս լաց է լինում։ Դրանք երջանկության արցունքներ են։ Նա ասաց, որ երբեք չէր պատկերացնում, որ կյանքն այսպիսին կարող է լինել։ Շնորհակալություն մեզ հույսը վերադարձնելու համար։ Բարի գիշեր։
Վարդանը պահեց հեռախոսը, մնաց այնտեղ, պարզապես շնչելով, զգալով գիշերային զեփյուրը, քաղաքի հոտը, իր շուրջը բաբախող կյանքը։ Նա այնքան ժամանակ ներսից մեռած էր եղել, պարզապես աշխատելով որպես փող աշխատող մեքենա։ Բայց հիմա նա կենդանի էր։ Իսկապես կենդանի։ Հեշտ չէր լինելու։ Պավլիկը դեռ այնտեղ էր, հավանաբար ինչ-որ վրեժխնդրություն ծրագրելով։ Մյուս ղեկավարները դեռ անվստահությամբ էին նայում իր փոփոխություններին։ Եվ նա գիտեր, որ էլի մարտահրավերներ կլինեին, էլի փորձեր ստիպելու իրեն վերադառնալ այն մարդուն, որը կար նախկինում։ Բայց Վարդան Սարգսյանն այլս այդ մարդը չէր։ Նա անցել էր տրանսֆորմացիայի կրակի միջով, դուրս էր եկել ուրիշ մարդ։ Ոչ կատարյալ, ոչ առանց թերությունների, բայց ավելի լավը։ Անկեղծորեն ավելի լավը։ Նա մտածեց, թե ինչ կասեր, եթե կարողանար ժամանակի մեջ հետ գնալ խոսել 2 ամիս առաջվա Վարդանի հետ։ Այն գոռոզ դատարկ մարդու հետ, ով հավատում էր, որ փողն ամեն ինչ է։ Ինչ կասեր նրան։ Գուցե պարզապես սա. Լսիր քո շուրջը գտնվող մարդկանց։ Լսիր նրանց պատմությունները, նրանց ցավերը, նրանց երազանքները։ Որովհետև ինչ-որ տեղ, այդ բոլոր ձայների մեջ, որոնք դու այդքան երկար անտեսել ես, այն ճշմարտությունն է, որը դու պետք է լսես։ Եվ երբ դու վերջապես լսես, երբ իսկապես լսես, քո կյանքը հավերժ կփոխվի։ Վարդանը նորից մտավ առանձնատուն, տարիների ընթացքում առաջին անգամ, քնեց ժպիտը դեմքին։ Վաղը նոր օր էր լինելու։ Մի օր, շարունակելու աճել, շարունակելու փոխվել, շարունակելու փոփոխություն բերել։ Մի օր, նպատակով ապրելու համար։ Եվ Երանի Շենգավիթ թաղամասում մի փոքրիկ կապույտ տանը 12-ամյա աղջիկը նույնպես ժպտում էր քնելիս։ Նա փոփոխության սերմ էր ցանել մի մարդու սրտում, ում թվում էր, թե անհնար է հասնել։ Եվ դա անելով նա փոխել էր ոչ միայն նրա կյանքը, այլ իր սեփականը շատ ուրիշների կյանքը։ Որովհետև սա է տրանսֆորմացիայի մասին ճշմարտությունը։ Այն երբեք մեկուսացված չի լինում։ Երբ մի մարդ իրոք փոխվում է, նա ստեղծում է ալիքներ, որոնք դիպչում են ուրիշ կյանքերի։ Եվ այդ ալիքները շարունակում են ընդլայնվել, հասնելով գնալով ավելի հեռու, փոխելով աշխարհը փոքր-մեծ ձեռով։ Վարդան Սարգսյանը սովորեց, որ իրական արժեքը ոչ թե մեր ունեցած իրերի մեջ է, այլ այն կյանքերի, որոնց մենք դիպչում ենք։ Որ իրական հաջողությունը չի չափվում բանկային թվերով, այլ ժպիտներով, նորոգված հույսերով, իրականացած երազանքներով։ Որ եսասիրության վրա կառուցված կայսրությունը դատարկ է, բայց կարեկցանքի վրա կառուցված կյանքն անվերջ հարուստ է։ Եվ մինչ Երանը քնած էր, պատրաստվելով պայքարի երազանքներից մեկ օրվա, մի մարդ, ով ունեցել էր ամեն ինչ, բայց չէր ունեցել ոչինչ, վերջապես բացահայտեց այն, ինչն իրոք կարոր է։ Եվ մի աղջիկ, ով չուներ ոչինչ, բայց ուներ ամեն ինչ, շարունակեց լինել այն լույսը, որն ուղղորդում էր ոչ միայն իր մորը, այլ բոլորին, ովքեր բախտ էին ունենում հանդիպել իրեն։ Որովհետև վերջում մենք հենց դա ենք։ Ոչ թե մեր կուտակած փողը կամ մեր ունեցած իշխանությունը, այլ այն սերը, որով կիսվում ենք, այն փոփոխությունը, որը բերում ենք ուրիշների կյանքում։ Դա է լավ ապրած կյանքի իրական չափանիշը։ Եվ Վարդան Սարգսյանը, վերջապես, սկսում էր իրոք